բատարիկայից մեռանք։ Չէ։ Մենք ռեքենք։ Մի մոռացի։ Դու Բեթհովենի թորնիկուհին ես, անկեղծ ասած, չէ՞, մենք անկեղծ ենք խոսում։ Իհարկե։ Քանի որ մեր պրոֆեսոր եկա։ Մենք արդեն քիչ-քիչ ամփոփ ենք։ Այդ Դե իմ ձեմոտ մոտ ոնց է էպես լինում, էր, որ մամաս ծնողներ, պապաս դասախոս էր։ Մամայից չէի լսում, բայց Միջև հիմա որ խոսում եմ, հուզվում եմ դրա մասին։ Հա։ Այսինքն հանգիստ կարող եք ասել, բայց տանը ստացվում էր։ Այո։ Բախից բան կա ավելացնել։ Միշտ։ Այդ իմ մյուս հարցներ։ Հա, անցը ես ասում եմ բախ։ Ես շարունակում եմ գաղտնիք ասեմ։ Հա, էքսկլյուզիվ of stage-ի եթերում։ Այո։ Անցնենք պատմական մեր մասին, ուզում եմ մի փոքր պատմել այս ալբոմների մասին, այս ալբոմները հավաքված են իմ պապիկի ձեռքով, իր ամենաթանկագին մարդկանցով է լցված այս էջերը, ուրեմն մենք այստեղ ունենք իր ուսուցչին, Սավշինսկուն, որի մոտ ինքը ուսանել է Սանտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, այստեղ նաև կա Կուշնարովը, հայտնի մուզիկավետ, որի ռեկոմենդացիայով, մի քիչ ռուսարենախառն եմ խոսում, կներեք, ռեկոմենդացիայով ուրեմն Կոնստանտին Սարաջևը հրավիրել է իմ պապիկին կոնսերվատորիա դասավանդելու, այստեղ Գրիգորի Գինզբուրգն է, իմ պապիկի շրջապատը։ Պետք է նշել, որ բոլոր նկարները, որոնք որ բարձր որ ինքը մեջը չի, ինքն է նկարել, ինքը սիրել է շատ այս ամեն ինչտեղ պատկերված են իր ուսանողները, Ամալիա Բայբուրդյանն է, Նինա Ստեփանյանն է, շատ-շատերը կան այստեղ իր սիրած ուսանողներից Լեոնոր Ոսկանյանը, Արտուր Փափազյանը, Լևոն Չաուշյանը, Շաքե Զաքարյանը, որը Լևոն Չաուշյանի մայրն է, սա արդեն իմ Վահրամն է, պապան է, սա պապիկիս եղբայրն է, որ Լենինգրադում է միշտ ապրել, այստեղ մենք ունենք Մերժանով, Վիկտոր Մերժանովին, որ շատ ջերմ ընկերություն ուներ պապիկիս հետ, և Պավիլ Լիսիցյանը, Զարա Դոլուխանովան, որի մայրը, պապիկիս մայրը և Զարայի մայրը հարազատ քույրեր էին։ Սա Զարա Դոլուխանովայի քույրն է, Մարան է, որը ամուսնացավ Պավիլ Լիսիցյանի հետ, պես որ շատ երաժշտական մեծ ընտանիք ենք մենք։ Տատիկս և այստեղ արդեն այսպես մեծ ընտանեկան ալբոմ է սա, Զարա Դոլուխանովայի դաշնակահարուհին էր, որի հետ ինքը նվագում էր, հիմա ես իր համերգների ժամանակ Երևան էին այցելել, համերգներից մեկը։ Այստեղ էլ կարող եք վերցնել, սա իմ Գյորգի Վարդևիչի հայրը, Գյորգի Վարդևիչի մայրը, իր եղբայրը և ինքը։ Սա Գյորգի Վարդևիչն է, սա Դոլուխանովան է Զարան, իր քույրը Մարան, պապիկս, իր եղբայրը փոքր ժամանակ, սա Գյորգի Վարդևիչն է, տատիկս Վահրամի հետ, Ինչ լավ նկար է, բայց և Գյորգի Վարդևիչի ծնողները, Սերգեյ Գյորգիևիչը,
Սա էլ է Սերգեյ Գեորգիևիչը ծխախոտը։ Նրանին շատ փոքր երեխա է։ Ինչպես որ ասում ես, էքսկլյուզիվ։ Սա Ալեքսանդր Դոլուխանյանն է, որ եղել է Զարա Դոլուխանովայի առաջի ամուսինը։ Պավել Լիսիցյանը, տատիկս, իմ հայտնի տատիկս, որը հիմնել է այստեղ, ինքն էլ եղել է երգիչների, այսպես վոկալի հիմնադիրներից մեկը այստեղ կոնսերվատորիայում, մինչ օրս իր սաները երգում են մեր օպերային թատրոնում եւ հետո իրենց սաները ներկայացնում են արդեն մեր հայ վոկալը միջազգային բեմերում, շատ հայտնի Լա Սկալա օպերայում, Կովենտ Գարդենում, Վիեննայի օպերայում, Գերմանիայի օպերաների հարթակներում, այնպես որ իր գործը շարունակվում է իրանց միջոցով, որը ինձ շատ հպարտ է պահում միշտ եւ ես գրում եմ իր անունը Աննա։ Այսպես։ Շատերը արդեն չկան այս ալբոմների մեջ, ոչ բոլորին ես անձամբ ճանաչում եմ անշուշտ, սա իմ պապիկի հայրն է և ես սիրամայրն է 14 տարեկանում։ Ուզում եմ նաև մի փոքր ցույց տամ այս աֆիշները, իհարկե պապիկը շատ ստեղծագործական ուրեմն ուղին ավելի անցել է դասավանդելով, բայց ինքը շատ ջահել ժամանակ, երբ որ նոր էր եկել Սանկտ Պետերբուրգից, շատ նվագում էր եւ մենահամերգներ էր նվագում եւ օրկեստրով էր նվագում եւ պահպանվել են մի քանի ֆոտոներ իր աֆիշներից, տեսա, այս համերգը նվիրված էր Շոպենի 100-ամյակին, այստեղ բավական բարդ ծրագրեր են, եթե այսպես նայես, դա շաշակ մեծ ծրագրեր է նվագել, այսինքն Մալունցյանի հետ նվագել է Բեթհովեն Լիստի կոնցերտը առաջի, մենահամերգ, Կոնստանտին Սարաջևի հետ է նվագել Չայկովսկիի կոնցերտը և սա իր ամենահամերգներից են։ Շատ ինձ համար դա թանկարժեք հիշողություններ են։ Այսքանը։ Ողջույն բոլորին, շատ մեծ սիրով վերջապես Աննա Սարաջյանի հետ զրուցելու ենք լիքը դաշնամուրային թեմաներից ու շատ ուրախ եմ, որ ես ձեր տանն եմ, մի հարազատ վայրում, որտեղ որ քանի անգամ եղել, տասնյակ անգամ եղել եմ ու միշտ գալիս եմ տարիներ շարունակ ու միշտ գալիս եմ շատ ինձ հարազատ որպես վայր, շատ հարազատ մարդկանց մոտ։ Ես էլ եմ այդպես գալիս, որպես հարազատ վայր։ Դե, Եվ եթե ես գալիս եմ ստեղ իմ դասատուի մոտ, իմ դասախոսի, իմ պրոֆեսոր Սերգեյ Գեորգիևիչի մոտ, դուք ստեղ գալիս եք նաև որպես դուստր։ Հիմա ուզում եմ մենք ավանդույթը չխախտելով խոսենք մեր դասախոսներից եւ այսօր ոնց ասացի, Սերգեյ Գեորգիևիչ Սարաջյանի անունը off stage-ի շրջանակներում ռեկորդակիր է ու ինձ թվում է եթե տենց վիճակագրություն անենք, իրոք ամենաշատ հնչած դասախոսի անունն է լինելու, բայց այսօր բացառություն չի։ Կուզեմ որ խոսենք Սերգեյ Գեորգիևիչից որպես դասախոս, հետո կուզեմ նաև որպես
հայրել խոսեք, բացառիկ բան է, էլի։ Եվ հետո արդեն անցնենք Գյորգի Վարդևիչին էլ, որը շատ կարևոր ու հետաքրքիր է։ Սիրով Արմեն ջան, ճիշտ ասած, ինձ համար այնքան դժվար է տարբերել Սերգեյ Գեորգիևիչ որպես դասախոս եւ Սերգեյ Գեորգիևիչ որպես հայր, որովհետեւ քանի որ մի տան մեջ մեծացած, այնպես որ դասերը երբ որ անցնում էր նույնիսկ մեկ տանն էինք պարապում, խիստ է եղել, շատ խստապահանջ է եղել, ինչպես որ դու երևի գիտես։ Այո։ Հա։ Շատ բարի է եղել, բայց եւ հանգիստ, հանդարտ, շատ քչախոս։ Մի փոքր դասերի ժամանակ, երբ որ ինչ որ մի բանը չէր ստացվում ինձ մոտ, մի փոքրիկ բան կարող էր ասել եւ ամեն ինչը շտկվեր։ Այնպես որ ես ընդհանրապես շատ երախտապարտ եմ, որ ինչ վիճակվել այս ընտանիքում ծնվել եւ սովորել իմ հոր մոտ, որովհետև շատ բան եմ իրենից սովորել ոչ միայն երաժշտական կողմից, այլ նաև գիտես, երբ որ դու սովորում ես ինչ որ մի անձի մոտ, անկախ նրանից ինչ մասնագիտություն ես սովորում, դու նաև վերցնում ես իրանից բոլոր իր հատկությունները մարդկային, ինչ որ ինքը կարող է քեզ տալ, հա։ Ինձ համար իմ հայրը եղել է եւ միշտ կա եւ հիմա էլ շարունակում է լինել այնպիսի մի կերպար, որից ես մինչև օրս շատ բան եմ սովորում մարդկային հարաբերությունների մեջ, իրան պահելու մեջ, իր հումորը, հա։ Ձեր դեպքում նաեւ գենետիկ էլ է այդ ամեն ինչը։ Ну, հա, այդպես ասենք, համեստ լինենք։ Այո, այնպես որ իր մոտ սովորելը դա իմ համար շատ հետաքրքիր էր, բայց գիտես, չեմ կարող չնշել նաև հիմա, որ խոսում ենք ուսուցիչների մասին, քանի որ մենք այսպես սկսեցինք ուսուցիչներից, ես կուզեմ նաև նշեմ իմ մամայիս, որովհետև ինքը մեզ տեղել է հայերեն չեմ ասելու, ռուսերեն եմ ասելու, Սիերի Կարդինալ։ Ես դա եմ ասել, հա։ Հա։ Ինքը ամբողջ այդ կեղտոտ աշխատանքը, ինչ որ պետք է արվեր, ինքը իմ հետ ժամերով նստել, շատ դետալներով ամեն ինչը պարապել է, սովորել ենք միասին եւ շատ ավելի խստապահանջ էր, քան իմ պապան։ Վայ։ Այո։ Եվ չէր թողնում, որ գիտես, մի օր այնքան լավ եմ հիշում, մի ինչ-որ շատ պարզ ստեղծագործություն էր, ես առաջի դասարանում էի, կարծում եմ նույնիսկ պապիկի ստեղծագործություններից մեկն էր, կարծեմ կոչվում էր «Չեմ կրնա խաղալ», այդ իր փոխադրումներից։ Եվ այնտեղ եւ շատ խնդիրներ կային ինձ համար այն ժամանակ, դե ինչպես որ դու սովորում ես ստեղծագործությունը, ինքը այնքան խստապահանջ էր, որ ուզում էր, որ ամեն ինչը իրար հետ արվեր, ոչ թե նոտաները սովորեիր, տեքստը սովորեիր, հետո մատերը սովորեիր, հետո դինամիկան սովորեիր, նյուանսները, ոչ, ամեն ինչը իրար հետ։ Եվ ես նենց եմ հիշում, ինձ համար դա մնաց, չգիտեմ, այն ժամանակ տրավմատիկ էր բավական, բայց այսօր, երբ որ անդրադառնում եմ այդ մի պահին, ես հասկանում եմ, որ այդ ոնց ասեմ, դա ստեղծեց ամբողջ հիմքը իմ վերաբերմունքի, իմ աշխատանքի հանդեպ, որովհետև մենք մի էջի վրա պարապել ենք 3 ժամ։ Պեդալով, լեգատոյով, ձայնով, դինամիկայով, արդեն լաց էի լինում վերջում։ Բայց այդքան դիմացել եմ։ Ու դա այդ դիսցիպլինա ինձ սովորացրել ճիշտ վերաբերվել մեր գործին։ Ես հիմա էլ եմ այդպես ամեն փոքր կետ, ստորակետ, գիտես, դա երբ որ մենք ինչ-որ ստեղծագործություն ենք նվագում, այնքան միտք կա մեջը, այնքան բովանդակություն կա մեջը, ամեն մի փոքր նշումներին կոմպոզիտորների, այդ շատ կարևոր է դրա վրա ուշադրություն դարձնել եւ անշուշտ իմ պապան էլ էր դրա վրա շատ ուշադրություն դարձնում, բայց արդեն ինքը չպետք է աներ դա այդ աշխատանքը ինձ հետ, որովհետեւ մամաս արդեն այդ ամեն ինչը իմ հետ անում էր։ Եվ պապան արդեն
մենք անցնում էինք մյուս մակարդակին իր հետ, հա։ Այո։ Այնպես որ շատ հեշտ էր ինձ։ Ես չէի մտածում, որ մի կողմից դժվար էր, որտեղ աշխատանքը շատ էր, համ papan, համ maman, համ եղբայրս, հա։ Այո։ Բայց մյուս կողմից էլ շատ հեշտ էր, որովհետև ամեն ինչը ինձ այսպես մատուցված էր եւ լավագույն մակարդակով։ Հո, հաստատ։ Իսկ ինձ օրինակ հետաքրքրում է Աննա ջան, բոլորս գիտենք, ես էլ դաշնակահարի տղա եմ, ու բոլորս գիտենք, որ ծնողին լսելը մի քիչ դա սենց տարանջատելը դասախոս ծնող մի քիչ դժվար է, ու ես ոչ միայն իմ օրինակի վրա, նաև շատերի օրինակների վրա գիտեմ, որ միշտ են որ դե ծնողին չես լսում, ինչ որ մի բան ընդդիմանում ես, հետո գնում ես դասախոսի մոտ, դասատուի մոտ մի քիչ քաշվում ես։ Այդ ձեր մոտ ոնց է լինում, որ մամաս ծնողն էր, papas դասախոս էր։ Մամայից չէի լսում, բայց papayin իրավունք չունեի չլսելու։ Այսինքն այնպես ներքուստ ես քանի որ այդ տարբերությունը կար, որ ինքը նաև իմ դասատուն էր, իմ մեջ պսիխոլոգիչեսկի ես արդեն գիտեի, որ չեմ կարող։ Բացի նրանից ինքը այնպես հանդարտ եւ այնպես հանգիստ, առանց ճնշելու, այնքան իր վստահությամբ ասում էր, որ այսպես պիտի լինի, դրա մեջ արդեն էր խոսք չկար, ես իրան լրիվ վստահում էի ամեն ինչով։ Իր խոսքը իմ համար ամենաբարձր, ինչ ասեմ, ուներ ծանրակշիռ, այո։ Ոնց որ իր բոլոր ուսանողների համար։ Այո, մեր բոլորի համար։ Ձեր դեպքում չես հումորին տալով, ձեր դեպքում այդ բաները, որ բոլոր ուսանողները ունեն, այդպես տանը ստացվում էր Սիգե Գեորգիեվիչ, այդ ձեր դեպքում չէր աշխատում, դե տանը ինքը լսում էր, չէ՞։ Ամեն ինչը պարապել ամեն ինչ։ Ինքը չէր լսում, որովհետև ինքը տանը չէր։ Հա։ Այսինքն հանգիստ կարող եք ասել, բայց տանը ստացվում էր։ Այո։ Տանը ստացվում էր եւ չէ, ինքը հիմնականում դա երբ որ աշխատանքի էր լինում ցերեկվա ժամերին, ինքը չէր լսում իմ պարապելու։ Երբ որ արդեն գալիս էր տուն, մամաս ասում էր միջալոց քանի որ ինքն էլ շատ հանգիստ էր, որ մամաս հետ էս պարապում էր, որտեվ մամաս միշտ ասում էր, ну Սերգեյ, ну послушай ее, այսքան ժամանակ չես լսել, դաս չի ունեցել, մի հատ իրան լսի տես։ Հա, ու այն ժամանակ արդեն մենք դասեր անցկացնում ենք իհարկե երեկոյան։ Շատ երբ որ արդեն մեծացա, մի փոքր ավելի 7-րդ, 8-րդ դասարաններում դպրոցում արդեն գնում էի դպրոց դասերի եւ հետո առաջի տարին իհարկե կոնսերվատորիայում ես նույնպես իրա մոտ եմ սովորել, որպեսզի ավելի օֆիցիալ լինեն մեր դասերը, ես գնում էի կոնսերվատորիա։ Հետո ես հարցնեի, այսինքն դուք։ Հա, գիտես, դա ավելի ոնց որ քեզ ձգում է, որ դու գիտես, որ դու տանը չես պարապում պապայիդ հետ, այլ գնում ես դասի եւ անշուշտ ես բոլորի մոտ իրան պետք է ասեի Սերգեյ Գեորգիեվիչ, ես չէի կարող իրան ասեի ուրիշ ձևով, այնպես որ դա ինձ մի տեսակ դնում էր, ձգում էր եւ դնում էր այն պատասխանատվություն էր ավելացնում, հա։ Հա, հետաքրքիր է։ Ուզում եի հարցնել, միայն տաններ թե նաեւ աշխատավայրում ասած։ Այո, դա ընդհանրապես ես քեզ ուզում եմ ասեմ, երբ որ ես տանն եմ պարապում, հետո հետագայում էլ նույնիսկ երբ որ դասատուի հետ չես պարապում, այլ ինքդ ես պարապում, շատ անգամ եւ Նյու Յորքում եւ Լոնդոնում եղել է այնպես, որ նույնիսկ տան գործիք ունենալով ես նախընտրում էի գնալ պարապել ակադեմիայում, հա, որովհետեւ դա ուրիշ տեսակ աշխատանք է արվում։ Լրիվ ուժ զգացողություն, լրիվ համաձայն եմ, որովհետև տանը որ պարապում ես, տանը մի ձև այդ տնային ատմոսֆերան լրիվ թուլացնում է քեզ, իսկ դրսում համ էլ ժամ կա դրած, էդ էլ կա, այսինքն դու պիտի որոշակի քանակի մեջ հասցնես։ Շատ լավ։ Մի հատ էլ օֆստեյջ էինք ունեցել, մինչև սա, ու օֆստեյջը նկարել էինք Արմինե Գրիգորյանի հետ, ով այո, շատ սիրելի Արմինե Գրիգորյանի հետ, ով ուսանել էր Գեորգի Վարդովիչի մոտ, հետո արդեն Սերգեյ Գեորգիեվիչի։ Հիմա այդ ուղղակի շատ ես ինձ չեմ ների, որ Գեորգի Վարդովիչից հարցեր չտամ, որովհետև գիտեմ, որ այնքան բաներ կարող եք պատմել, որ ուրիշները չգիտեն կամ այնքան ավելի մանրամասն կարելի է ներկայացնել Գեորգի Վարդովիչին հենց որպես թորնուհի։
Ասեմ, որ այդպես կարծիք կարող է առաջանալ անշուշտ, բայց ես շատ փոքր էի, երբ որ ցավոք պապիկս մահացավ, 8 տարեկանս նոր էր լրացել, անշուշտ ես էլ իր մոտ եմ սկսել իմ դասերը եւ կարող եմ ասել, որ այն ինչ որ ես այնպես էր, որ ինչ որ ես սովորում էի պապայից, արդեն ես գիտեի, որ դա գալիս էր պապիկից, արդեն երբ որ ավելի գիտակցաբար էի, հա, մոտիկանում այդ սովորելու process-ին եւ երաժշտությանը, այս դեպքում, երբ որ դու ասեցիր հայրը, դասացուն, ուսուցիչը, իմ համար իմ պապիկը իմ պապիկն էր։ Այն ժամանակ դեռ ես իհարկե գիտակցում էի իր մեծությունը, բայց որպես երեխա անկեղծ ասած, չէ՞, մենք անկեղծ ենք խոսում։ Ինձ համար ինքը պապիկն էր, որը որ ահավոր ուներ մեծ անուն եւ շատ սիրված եւ հարգված մի անձնավորություն էր, որով ես հպարտանում էի, հա, բայց արդեն այդ ամբողջ պրոֆեսիոնալ իր տրադիցիաները երաժշտական, որը ինձ երևի թե ինչ որ չափով փոխանցվել է եւ գեներով եւ սովորելով, եկել է արդեն պապայից։ Այնպես որ որպես ուսուցիչ չեմ կարող ամիջապես իրան կապել, հա, ինձ հետ, բայց դե առանց իրա անշուշտ ոչինչ բան չէր լինի։ Ոչ մեկի մոտ ինձ թվում է, որտեղ ինքը այն կերպարներ, որ ընդհանրապես Հայաստանի մակարդակով էլ, որովհետև ինքը հայր հիմնադիրներից է եղել մեր կատարողական Ես ավելի շատ, երբ որ մեծացա եւ սկսեցի ավելի ջերմ շփվել Սերգեյ Բաբայանի հետ, որտեվ գիտես, երբ որ ընտանիքում ես այդպես մեծանում, ամեն ինչը այնքան նորմալ է քեզ համար, հա, օրինակ դու Սարաջևի թոռն ես, անշուշտ որոշ պատասխանատվություն կա քո վրա, մանավանդ երբ որ դու շարունակում ես նույն մասնագիտության մեջ, դա ես միշտ այդ ճնշումը զգում էի, որ ես ներկայացնում եմ այդ ընտանիքը եւ ես պետք է լավ աշխատեմ։ Իսկն պատասխանատվության զգացողությունը մի քիչ ավելի ծանր զգացողությունն է, որ ես այդ անունն եմ ներկայացնում եւ ես ոչ թե ինձ եմ ներկայացնում, այլ ես ներկայացնում եմ այդ անունը, այդ ընտանիքը եւ այդ երաժշտական ավանդույթները։ Ինձ համար դա միշտ է եղել շատ մի պատասխանատվու կետ իմ կյանքում։ Եվ բայց միաժամանակ այնքան այդ ամեն ինչը մեր ընտանիքի մի մասն էր, այնքան նորմալ էր, առօրյա էր, դա չէր նկատվում որպես ինչ որ շատ յուրահատուկ մի դեր, դա այդպես չէր։ Նրա համար, երբ որ ես արդեն մեծացա եւ սկսեցի շփվել մանավանդ Սերգեյ Բաբայանի հետ, որը շատ մեծ միշտ ջերմությամբ եւ սիրով է հիշում պապիկին, որը շատ մեծ իր հենց խոսքերով ազդեցություն է ունեցել որպես մարդ եւ կրթել է, այսպես ասած, կրթություն է տվել որպես մարդկային նաեւ, ինքը ինձ սկսեց պատմել որոշ պատմություններ, որոնց ես մասին ընդհանրապես չգիտեի, իրանց դասերի մասին, ընդհանրապես իր խոսքերին, իր վերաբերմունքը, ու ես այդ միջոցով ավելի սկսեցի իմանալ իմ պապիկին որպես դասատու եւ ինչ էր ինքը տվել իր սաներին։ Անշուշտ բոլորը խոսում են, բոլորը ասում են, այնքան մարդ կա հիմա դեռ, որ իր ուսանողներից են եղել, օրինակ Ալինան Փահլևանյան, որին մենք շատ սիրում ենք, Ալինա Աշոտովնան, Մարտին Վարդազարյանը, շատերը։ Նույն մեր սիրելի Արմինե Գրիգորյանը, շատերը, Զենֆիրա Բարսեղյանը։ Այո։ Ես նույնիսկ իմ մամայից գիտեմ, որովհետև ինքը սովորել է Ամալիա Բայբուրդյանի մոտ, Ամալիա Վարշանովնայի մոտ, ով նույնպես շատ բավականին առաջի ուսանողներից է եղել պապիկի Ամալիա բավականին էլի ներկայացուցիչ որպես Գյորգի Վարդևիչի մեծ անուն է եղել, ու էլի
իմ դեպքում ես բախտ ունեմ Սիգե Գյորգիևիչի ուսանողը լինել ու գենետիկորեն էլ արդեն մամայից ժառանգած էլի Գյորգի Վարդևիչից ինչ որ մի անխուսափելի է, այո ու ամփոփելով ես այս հարցը մի քիչ ուշ էի գրել, բայց sense ուզում եմ հիմա այս կոնտեքստի մեջ գնանք Էրը Գրիգորիևնան Գյորգի Սիրգեյիչը ընդհանրապես Սարաջյանների ձեր տատիկը Աննա Սարաջևյան բոլորը եղել են եւ կան երաժշտական աշխարհի շատ վառ ներկայացուցիչներ ու բոլորը շարունակողն են մեկը մյուսի գործից ու ես ուզում եմ հարցնել ձեր տղան Էդվարդը նենց որտեվ հետաքրքիր որտեվ նենց տպավորությունը այս ամբողջ sense գերդաստանը նայելով ոնց որ պիտի արդեն այդ բանը կա չէ այդ շտամպը կա ոնց որ կնիքը կա որ պիտի երաժիշտ լինի բայց ինքը իր ուղով է գնում հա ինքը ես չգիտեմ դա իմ թուլությունն էր թե իմ ավելի օբյեկտիվ լինելներ թե իմ որոշ վախերներ ես չգիտեմ դա ինչի հետ կապեմ բայց այնպես ստացվեց որ մենք սկսեցինք իր հետ մի փոքր սովորել դաշնամուր ինքը իր ցանկությամբ որտեղ էլի նորից մենք մենք ապրում ենք Կանադայում ներողություն եւ էդ էլ նշեմ իմիջալոց մթնոլորտը ես մեծացել եմ այնպիսի մթնոլորտում եւ մենք եւ եղբայրս երաժշտությունը ամբողջովին անպակաս էր մեր տնից ամեն օր նույնիսկ եթե մենք չէինք պարապում ուսանողներ էին գալիս մենք այդ ամեն ինչը լսում էինք հետաքրքրվում էինք ես հիշում եմ փոքր աղջիկ էի ես այդ հիշում եմ ոնց եմ ես կանգնել երևի 3 տարեկան էի այստեղ դաշնամուրի կողքը այսպես կանգնում էի եւ լսում էի պապաս ոնց է իր ուսանողների հետ պարապում ինձ դա շատ միշտ հետաքրքրել է իմ տղան ճիշտ է ես տանը նվագում էի բայց իր մթնոլորտը երաժշտական չէր ինքը ինքը մեծացավ Կանադայում եւ այս տանը չէր եթե ինքը մնար այստեղ այս տանը ես վստահ եմ որ ինքը կշարունակեր որովհետեւ իր մոտ այդ ցանկությունները արթնանում էր այն ժամանակ երբ որ ինքը գնում էր համերգի մեկին լսում էր եւ գալիս էր տուն եւ շատ ոգևորված ուզում էր նվագեր եւ այդպիսի մի համերգից հետո Սերգեյ Բաբայանի ինքը եկավ տուն ասաց մամա ինձ անպայման սովորացրու ես պետքա նվագեմ նաեւ մի հատ դաշնակահար կա Դավիթ Ֆրեյ ինքն էր եկել մեզ մոտ շատ տպավորված էր Էդվարդը իր համերգից հետո ինքը սիրում է շատ երաժշտություն եւ շատ երաժշտական է եւ շատ տաղանդավոր ուղակի եւ մթնոլորտը եւ իր երևի թե ուշադրությունը եւ համբերությունը տարբեր էր ես շատ համբերատար եմ եւ երևի այդ համբերատարությամբ էլա որ ես որոշեցի որ պետք չի որ ինքը ես լսեցի իրան ոչ թե պարտադրեցի եւ ես տեսնում էի որ իր հետաքրքրությունը ավելի նկարչության մեջ է լիարվեստ այո ինքը կարող էր ժամերով առավոտվանից մինչև գիշեր միայն նկարեր դա մոտավորապես տևեց մի 2 տարի այդպես հետո մի փոքր քչացավ հետո նորից նկարելու պերիոդը ավելի շատացավ բայց ես իրան տեսա որ դա է իր մեջի աստղը ոչ թե երաժշտությունը չնայած ինքը շատ տաղանդավոր էր կես ժամվա մեջ մենք ինքը 5 տարեկան էր 6 տարեկան մենք կարող էինք կես ժամվա մեջ ստեղծագործություն սովորեինք եւ մի օր տենց չի եղել որ ես ասեմ Էդվարդ այս մատը այսպես պիտի դնես ձեռքդ այսպես պիտի անես պեդալը այսպես պիտի անես ինքը դա արդեն ամեն ինչը բնականորեն անում էր բայց
Այս ամենը չի կարող ուղղակի անցնի։ Ես վստահ եմ, որ ինքը շատ է լսում երաժշտություն, ինքը երաժշտությունը սիրում է, անշուշտ ինքը շատ գնահատում է, բայց իր արվեստը, մենք մեր երաժշտությամբ արտահայտում ենք մեր մտքերը, մեր էմոցիաները, իրան արտահայտվում է նկարչությամբ, որը նույնպես հիանալի է, որպես հա, հիմա ինքը այնպես էլ շարունակում է, դա իր, որպես ասած, ինչպես ասած, իր ուղին է։ Ինքը հիմա սովորում է դիզայն եւ հետո ցանկություն ունի շարունակելու ճարտարապետություն։ Ֆանտաստիկ։ Ես այնպես որ արվեստի մեջ ենք մնացել։ Այդ երկուսն էլ ես ոչ մի ձև չեմ բարձրացնում երաժշտությունը, այդ երկուսն էլ եւ ճարտարապետություն եւ նկարչություն հավասարազորեն ինչ երաժշտությունը, այդ առումով ֆանտաստիկ։ Շատ լավ։ Կարացած երաժշտությամբ է զբաղվելու։ Այդպես ասենք։ Չնայած ես տատիկիցս գիտեմ, ով նկարչի է եղել, Այդա Բոյաջյանը, ով ես իրան միշտ եմ ասել, որ դե ձեր գործը հեշտ է, նկարում ես, վсё, էլ չկա բեմի վրա ինչ-որ հուզմունք կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ ասենք այդ տանը լավ էր ստացվում, տենց բաներ չկա, նկար, ասում եմ, չէ, ասում եմ, կախում ես նկարը ու ցուցադրության ժամանակ ցուցասրահում լրիվ տեսնում ես, հա, բայց այն բանը ուրիշ ձև է, այսինքն այդ ամեն ինչը էլի նույն ձև շնչող էլի ժամանակի արվեստը, ոնց որ երաժշտությունը այդ առումով, հա, համ քարացած է, համ նաև կենթանի է։ Հիմա դասախոսներին շարունակելով, Աննա ջան, Օքսանա Յաբլոնսկայա։ Ես կուզեմ մի քիչ իրենից խոսենք ու ես շատ հետաքրքիր է, որ առաջին հայացքից ինքը ամերիկացի եւ հրեա, չէ՞։ Ռուսաստանում, հա, այսինքն առաջի հայացքից ինքը Հայաստանի հետ ընդհանրապես կամ հայերի հետ կապ չունի, բայց Անահիտա Սումբատյանի ուսանողն է եղել ու այդ առումով էլի իմ մոտ այդ բանը հարց առաջացա, որ արդյոք ձեր ընտրությունը եղել է նաև այդ կողմից, որ Անահիտա Սումբատյանի ում ուսանողն է եղել նաև Աշքենազին։ Այո։ Ուզում ասեմ, արդյոք ընտրությունը տենց էր, թե պատահական ստացվեց։ Շատ պատահական ստացվեց։ Երբ որ առիթ ստեղծվեց ինձ համար գնալ սովորելու Ջուլիարդ, այն ժամանակ մի դաշնակահարուհի կար հայ Լուսի Իշխանյան, որին չեմ կարող չնշել, որովհետև ինքը բացեց ինձ այդ դուռը, եւ ինքը ուներ այնտեղ, ինքը դաշնակահարուհի էր, որը ավարտել էր Ջուլիարդը ժամանակին, բայց ինքը ստեղծել էր մի հիմնադրամ, որի միջոցով այն շատ դժվար 90-ական թվականներին, երբ որ այստեղ հնարավորություն չկար այնպես զարգանալու, ինչպես որ կարելի էր, արդեն Սովետի փլուզումից հետո դռները բացվեցին, եւ այդ հնարավորությունը ինքը ստեղծեց մի քանի հոգու համար, այստեղից սկզբունքը դրա դրեց։ Երևի մենք առաջի ուսանողներից էինք Հայաստանից, որ գնացինք, այն ժամանակ մեզ հետ սովորում էր Տիգրան Նանյան, այդպիսի դաշնակահար կար մեր տասնամյակում, եւ ես արժանացանք այդ պատվին, ինքը անշուշտ նախորոք եկավ, մեզ լսեց եւ առաջարկվեց, որ դեռ ես փոքր էի, 14 տարեկան էի, պետք է սպասեի մինչև 18-ս լրանար, այսպես ընդունվեցի այստեղ կոնսերվատորիա եւ հետո ինքը ինձ տարավ այնտեղ Ջուլիարդ։ Բայց ասեմ անկեղծորեն, երբ որ ես գնում էի Ջուլիարդ, ես չէի պատկերացնում Ջուլիարդը ինչ է իրանից ներկայացնում։ Որովհետև գիտես, երբ որ դու մեծանում ես մի փոքր երկրում, որտեղ դու ծնվել ես երևի թե շատ ճանաչելի ընտանիքում, եւ չհամեստ չերևամ, բավական տաղանդավոր, բոլորի ուշադրության մեջ, արդեն այն ժամանակ որոշ մրցույթներ շահած, դու մտածում ես, որ դու այնքան քեզանից մեծ բան ես ներկայացնում։ Ու բացվում է հնարավորություն գնալ Ջուլիարդ։ Անշուշտ գիտենք Ջուլիարդ, լսել ենք, բայց չգիտեի այդ ինչ է իրանից ներկայացնում այդ մակարդակը։ Եվ երբ որ ես այսպես մեծ ծկանպես, փոքրիկ լճակում հասա Նյու Յորք եւ տեսա այդ մակարդակը եւ դասախոսների եւ ուսանողների, դե որտեվ դա
երևի թե մտնում է աշխարհի 5 ամենա լավագույն կրթօջախներից է։ Այո։ Միանգամից քեզ զգացիր այսքան փոքրիկ ես ու հասկանում ես, որ դու ինչքան պետք է աշխատես։ Բայց հիմա խոսքը գնում է Աքսանայի մասին, ինչպես որ դա ստացվեց, դա ուրեմն այն ժամանակ Ջուլիարդը ուներ 2 ընդունելություն։ Մենք բատարեկայից մեռանք։ Չէ, մեր բանը գնում է, ռեքը գնում է, բայց iPad-ը մի բան անջատվում է, բայց մենք ռեք ենք։ Երկու անգամ էր այն ժամանակ անցնում ընդունելության քննությունները եւ ես հասցրեցի երկրորդին, որը որ մայիսին էր։ Տարին 2 անգամ, Տարին 2 անգամ սեմեստրներով ընդունելություն էին անում։ Այն ժամանակ երկրորդ շրջանին կար 100 հոգի, որը ընդունվում էր։ Արդեն իրենք հիմնական իրենց ուսանողական կազմը առաջի լսումների ընթացքում լսեցին, բայց երկրորդ անգամ էլ ունեին ընդունելություն, որի ժամանակ 100 հոգի էին մասնակցում, ընդորում ես իրանց հետ։ Նույն օրը առավոտյան իմ մոտ անգլերենի քննություններ, որը ես բոլորովին չացա, 0 էր իմ անգլերենը այն ժամանակ, շատ վատ էի խոսում։ Եվ ժամը 4-ին պետք է նվագեի ուրեմն մասնագիտությունս։ Մտա, նվագեցի, դուրս եկա, իմ հետևից ամիջապես դուրս եկավ Օքսանա Յաբլոնսկայան, իրան ներկայացրեց, ասեց. «Իմ անունն է Օքսանա Յաբլոնսկայա, դու ինձ մոտ ես սովորելու»։ Եվ դա ինձ համար, ես գիտեի անշուշտ Օքսանա Յաբլոնսկայան ով էր։ Եվ դա ինձ համար այնպիսի մի շոկ էր, որտեվ ես գիտեի, որ ես անգլերենը լավ չեմ հանձնել։ Եվ այդ 100 հոգուց մայիսին 95 թվականին ընդունվեցին 3 հոգի։ Այդ 3-ի մեջ ես մտա։ Եվ մեր Աքսանայի հետ կապը այդ ամենաառաջի պահից այսպես մենք մտերմացանք։ Ինքը իմ մեջ տեսավ ինչ-որ մի բան, որի հետ ինքը կարող է աշխատել։ Ես իր մեջ տեսա մի մեծություն, որը իմ հետ համաձայնվեց աշխատել։ Եվ մեր դասերը շատ հետաքրքիր էին անցնում, որտեղ ինքը շատ ջերմ եւ շատ ջերմ էր ինձ վերաբերվում, շատ սիրում էր։ Եվ ոչ միայն իմ նվագը, այլ նաև օրինակ մենք գնում էինք ինչ-որ շոր էի առնում, գալիս էի, ինքը նայում էր, տեսնում էր, ասում էր, ես ինչ սիրուն եմ, մյուս անգամ որ գնաս խանութ ինձ հետը տար։ Շատ ջերմ, շատ լավ էինք մենք իրար հետ շփվում, անշուշտ ես շատ բաներ իրանից սովորեցի։ Դե միշտ ինչ-որ համարձակություն ունեի ես բեմում, բայց ինքը ինձ շատ ավելի համարձակություն տվեց, որովհետև ինքը շատ ամուր եւ այսպես ասած ժիլեզնայա, հա, չգիտեմ հայերեն մեկ մոռանում եմ, երկացյա, հայերեն բան դժվար է հնչում, հա, դժվար է հնչում, բայց ինքը շատ վստահ էր դուրս գալի, բեմ է իր կեցվածքը, իր ամեն ինչը, ձայնը, հատուկ շատ ձայն ունի ինքը, մանավանդ պիանոների ժամանակ, երկնքային ավելի շատ բան եմ իրանից սովորել։ Իսկ հետաքրքիր է Անահիտա Սումբատյանի հետ կապված ինչ-որ տես խոսակցություններ եղել են, ինքը ուղղակի նշել է, ինքը չէ, ոչ մի պատմություն ցենց չի եղել, բայց ինքը ուղղակի շատ էր սիրում Անահիտա Սումբատյանին, եւ ես այդպես կարծում եմ, քանի որ ինքը տեսավ, որ ես հայ եմ։ Ես էլ եմ մտածում այդ կապը։ Ինքը շատ ջերմ էր միշտ խոսում Անահիտա Սումբատյանի մասին եւ ես կարծում եմ, որ իր հենց ամիջապես այդ ընտրությունը, որ ինքը իմ հետևից դուրս եկավ եւ ասեց դու իմ մոտ ես սովորելու, երևի դա դրա հետ ինչ որ կապ ուներ։ Մենք դրա մասին երբեք չենք խոսել, բայց ես այդպես ենթադրում եմ, երբ որ ինքը խոսում էր Անահիտա Սումբատյանի մասին, իմ մոտ այդպիսի միտք առաջացավ։ Իսկ հայկական երաժշտություն դուք իրար հետ աշխատել եք։ Մենք աշխատել ենք իմ պապիկի Գյորգի Վարդովիչի սյուիտի վրա, երկու դաշնամուրի համար գրված եւ տոկատը։
իրա գրված։ Իսկ երկրորդ դաշտում ով էր նվագում։ Եղբայրս։ Հա, որը այն ժամանակ նաև բնակվում էր Միացյալ Նահանգներում եւ առաջի տարին, երբ որ վերջացավ իմ ուրեմն առաջի տարվա վերջում կուրսից վերջում, մենք միասին նվագեցինք համերգ եղբորս հետ Ջուլիարդում։ Գեորգի Սերգեևիչը Աքսանա Յաբլոնսկայի մոտ դասեր ունեցել, այո, իմ միջոցով եւ բացի դրանից մենք միասին նվագել ենք իր համար, դա էլ շատ մի հետաքրքիր process է։ Ձայնագրություններ պահպանված բան, թե Ձայնագրությունը կա պահպանված։ Այդ համերգի ձայնագրությունը կա։ Մի խոսքով Աքսանա Յաբլոնսկայան նույնպես բավականին մեծ դեր է ունեցել ձեր կայացման մեջ որպես դաշնակահար եւ որպես այդպես երաժիշտ։ Անշուշտ, ես չեմ կարող ընդհանրապես բոլորը ում համար ես նվագել եմ եւ ես շատերի համար եմ նվագել եւ մաստեր կլասների ժամանակ եւ ուղղակի դասարաններում մնաք ես հիշում եմ երբ որ ես դեռ փոքր էի դպրոցական աղջիկ էի հայրս ինձ միշտ տանում էր իր գոլեգաների մոտ, որպեսզի ես իրանց համար նվագեմ, որտեվ այնքան բարձր մակարդակի երաժիշտ լինելով ինքը ինձ միշտ ասում էր՝ միգուցե հիմա կանջը մի բան չլսի։ Ես նվագել եմ եւ Կարինե Օհանյանի համար, եւ Սուրեն Զաքարյանի համար, եւ Իգոր Յավրյանի համար, եւ Ռոբերտ Շուգարովի համար, Յուրի Հայրապետյանին համար, ես բոլորը ինձ ինչ որ մի լումա միշտ վերցրել եմ իրանցից, ինչ որ մի բան ունեն իրանք, մի խոսք ասած ունեն։ Եվ հետո արդեն Աքսանան անշուշտ 4 տարի ես իր մոտ սովորեցի, շատ մեծ կնիք ունի ինքը իմ վրա, ես չեմ կարող ասել ինչ որ դետալներով, բայց իր կնիքը իմ վրա շատ է, նույնիսկ հիմա մեկ-մեկ որ բեմ եմ դուրս գալիս, իմ ընկերները, որոնք որ այն ժամանակ ինձ հետ սովորում էին Ջուլիարդում, իրանք ճանաչում են իմ մեջ այդ Օքսանայի ոնց ստержень։ Այո, բեմում գտնվելու։ Հետո եղել է իհարկե Հեմիշ Միլնը Լոնդոնում։ Այո։ Դա նույնպես շատ պատահական եղավ, որովհետև ես ունեի մի ընկերուհի, որը իմ հետ սովորում էր Ջուլիարդում, անգլիացի ջութակահարուհի էր, որի հետ մենք մի անգամ եկանք այստեղ համերգի, Նիկոլա Լաուդ։ Ինքը ասեց Աննա, դու անպայման պետք է գաս Եվրոպա, որովհետև դու պետք է գաս Լոնդոն եւ այնտեղ սովորես, շարունակես քո ուսումը, որովհետև դու չգիտեմ, երևի ինքը ինչ որ մարդկային բանով զգաց, որ Եվրոպան ինձ ավելի մոտ է, հոգերազատ է։ Եվ ասեց այնտեղ կա մի դասատու, անունը Հեմիշ Միլ, դու անպայման իր մոտ դիսավրես, ինքը երևի թե Անգլիայի լավագույնն է։ Ինքը ուսանել, թե ուղղակի մաստեր կլաս ա վերցել Ալֆրեդ Կորտոյի մոտ։ Ինքը մաստեր կլասներ ա վերցրել Կորտոյի մոտ, ինքը ուսանել է Ագոստի մոտ։ Գուիդո Ագոստի, որ եղել է Բուզոնի աշակերտը, Բուզոնին եղել է Լիստի աշակերտը, այնպես մենք գնում ենք դեպի Բեթհովեն։ Արմատներ։ Այո։ Այնպես ինքը ինձ միշտ ասում էր՝ մի մոռացի։ Դու Բեթհովենի թորնիկուհին ես։ Եվ հա, այդպես ստացվեց։ Եվ շատերի համար Լոնդոնում էլ այդպես մեզ մոտ պրոֆեսոր կար Ալեքսանդր Սաց, որ գրացից էր գալիս, շատ խորը երաժիշտ էր, ինքը որպես կոնսուլտանտ գալիս էր ակադեմիա եւ դասեր էինք մենք իրանից ստանում բացի մաստեր կլասներից։ Ստիվեն Կովասովիչի համար եմ նվագել, Ստիվեն Հաֆի համար եմ նվագել, նու շատերի, շատ Վլադիմիր Վիարդոյի համար եմ նվագել, շատերի։ Այնպես որ ասում եք բոլորը իմ վրա ինչ որ ազդեցություն ունեն։ Ում հետ որ սովորել եմ, ում համար որ նվագել եմ, Սերգեյ Բաբայանի համար եմ մեկ անգամ նվագել։ Մենք դեռ ունենք Սերգեյ Բաբայանի, Վահրամ Սարաջանի հետ եմ նվագել, իրանից էլ եմ շատ բան սովորել։ Մենք դեռ անդրադառնում ենք։ Աննա ջան, Բախ։ Մի հատ մեծ բաժին բլոկ ունենք Բախի թեմաները քննարկելու։ Սկսենք Բախի մրցանակից։
հետ մնացածը կասեմ Բախի մրցանակից մի երկու Ես մի բառով քիչ ավելի շուտ կսեմ, հա, այդ Բախի միջև Բախի մրցանակ հասնելը։ շատ ավելի լավ, Չէ, շատ ավելի որովհետև լավ։ երևի թե միջև Բախին մրցանակ հասնել, այնտեղ ինչ որ Բախի պատմություն կա, եթե դու Բախի մրցանակին հասնում ես։ Ես մի բառով ասում եմ, դուք սենց լրիվ պատմում եք։ Ուրեմն երբ որ ես փոքր աղջիկ էի, դեռ բրոց չէի գնում։ Այն ժամանակ արդեն դուրս եկան Գուլդի ձայնագրությունները, որը ցնցում էին բոլոր ամբողջ աշխարհը երաժշտական։ Եվ ես նույնպես մտա այդ շարժման մեջ ցնցվածների ամբողջ օրը ես կարող էի լսեի այդ լավ տեմպերացված կլավիրի մասին խոսքը, թե տեմպերացված կլավիրը, սյուիտները, պարտիտաները, բոլոր ստեղծագործությունները, որ ձայնագրել է Գուլդը, մեզ մոտ հայտնվում էին։ Այն ժամանակ միայն Բախ, այն ժամանակ միայն Բախ, որովհետև դա իր ոնց որ ամենահիմնական թեման էր ընդհանրապես, որի հետ ինքը ուներ մի ուրիշ տեսակ կապ։ Եվ ոնց որ ես իրան դա համարում եմ նույնիսկ հեղաշրջում էր կատարել Բախի երաժշտության մեջ, ինձ թվում է Գուլդը այն թվականներին արդեն։ Եվ երբ որ այդ ձայնագրությունները հասան ժողովրդին եւ մեզ Հայաստանում, կարելի է ասել, որ ես դա իմ ամենամեծ երաժշտական կրթությունն էր, այդ ձայնագրությունները։ Եվ այդ ձայնագրությունների միջոցով ես սկսեցի Բախ երաժշտությունը սիրել մի ուրիշ ձևով։ Երբ որ նույնիսկ պարապում էի տանը ինչ-որ մի բան, հոգնում էի արդեն այդ ծրագրից, որը պարտադրված էր դպրոցով, անշուշտ մենք ունեինք պարտադրված ծրագիր, կլասիկ սոնատ, էս ռոմանտիկ եւ այլն, Բախը կար մեջը, բայց ինձ համար այդ Բախը ինչ որ կար, բավարար չէր։ Եվ այդ хорошо темпированный կլավիրը մեր տանը միշտ դրած էր, երկու հատորն էլ ես ուղակի բացում էի եւ սկսում էի ուղակի իրան այնպես նվագել ու լրիվ հանգստանում էի, ինձ համար դա ոնց որ sense հոգիս լցվում էր։ Գիտես, երբ որ պարապում ես, ուղեղդ օգտագործում ես, մատերդ շարժում ես, հետո դրանից հետո ստանում ես մի ուրիշ տեսակ սնունդ։ Եվ մամաս միշտ ասում էր, նու հերք արդեն, ժամանակ ես ծախսում ես ամեն ինչի վրա, արդեն դու լիմիտ ունես, դու քո ծրագրերը պետք է սովորես, այս քննությունը, այս համերգը, բայց ես անկախ նրանից ես շատ սիրում էի Բախի երաժշտությունը եւ միշտ շատ յուրահատուկ ձևով էի զգում այդ երաժշտությունը։ Հետո արդեն, երբ որ 14 տարեկանում այնպես ստացվեց, որ հայտնվեցի Գերմանիայում Էդլինգենի մրցույթում, այնտեղ ծրագրի մեջ կար Բախ, անշուշտ, 3 ձայնանի բան էի նվագում ես ինվենցիա, սիմֆոնիա, մի բեմոլ մաժոր։ Եվ նաև նվագում էի Շումանի բաբչկաները, Պապիոն եւ Լիստի էտյուդներից մեկը Լա Լեջերեցա։ Նու ինչպես է լինում մրցույթներին դու դուրս ես գալի, նվագում ես, բոլորը ծափ են տալի, մյուսն է դուրս գալի, հաջորդը դուրս գալի նվագում։ Ես նվագեցի, դուրս եկա, ժողովուրդը շարունակում է ծափ արել։ Նորից եմ դուրս գալիս, գլուխ եմ տալիս, գնում եմ, շարունակում են ծափ արել։ Եվ այդպես 7 անգամ։ Երևի շատ անսպասելի էր ժյուրիի համար, վստահ եմ։ Ինչևէ, իրանք ինձ շատ բարձր խոսքեր ասեցին դրանից հետո, այդ մրցույթը իմ համար առաջինն էր, որ այսպես բացեց դուռները։ Եվ ինձ տվեցին այնտեղ պարգևեցին Բախի մրցանակը։ Ընդհանրապես այս մրցույթը ինքը շատ տրամպլինային մրցույթն է։ Ինքը լինում է տարին, կարծեմ 2 անգամ, 2 տարին մեկ է լինում եւ ինձանից հետո հաղթել է Լանգը, դրանից հետո չգիտեմ ով է մասնակցել, շատ շատերը որ այնտեղ նայեք ցանկում,
շատ երաժիշտներ, դաշնակահարներ կան, որոնք հիմա ամենտեղ բեմերում նվագում են։ Բայց Բախի մրցանակ շատ քիչերն են Բախի ստացել։ մրցանակ ստացել են 2 հոգի։ Այո։ Իմ մրցույթը, երբ որ ես մասնակցեցի, դա 3-րդն էր։ Դրանից առաջի կամ երկրորդ մրցույթին ստացել էր մեկ աղջիկ եւ ստացել եմ ես 92 թվին, 92 թվից Բախի մրցանակ մինչեւ այսօր չեն տված։ Եվ ինձ համար այնքան դա մեծ մրցանակ է, որտեղ դա իմ ամենասիրված կոմպոզիտորի մրցանակը ես ստացա։ Մինչև հիմա որ խոսում եմ, հուզվում եմ դրա մասին։ Այնպես որ այդ Բախի ուղին այսպես սկսվեց եւ դրանից հետո արդեն երբ որ եկա Աքսանայի մոտ, նույնպես թնդունելության ժամանակ նվագում էի Բախի խրոմատիկ ֆանտազիան եւ ինքը երբ որ ինձ լսեց, ասեց ես քեզ պետք է անպայման պատրաստեմ Բախի մրցույթին։ Անշուշտ մենք դրան ցավոք չհասանք։ Հետո արդեն Հեմիշի մոտ երբ որ սովորում էի, իրանք էլ ինձ շատ բարձր, ինքը միշտ շատ բարձր էր գնահատում իմ Բախի կատարումները, նույնիսկ մի տարի եղավ, երբ որ ինքը այստեղ եկավ համերգով եւ նվագում էր 4-րդ պարծիտան Բախի, որը ես էլ էի ժամանակ նվագում եւ իր մոտ էի անցնում այդ ստեղծագործությունը եւ ինքը պետք է գար համերգի Երևան եւ ինքը ինձ ասեց Աննա դու Երևանում նվագել ես այդ ստեղծագործությունը ասեցի ոչ այդ լավ է որտեվ ես քեզանից վատ եմ նվագում ասեց եւ այնպես անկեղծ հա ու շատ հաճա չլինի, որ տենց շատ անհամեստացություն Չէ, բայց լավն էր։ Եվ դրանից հետո արդեն երբ որ արդեն ավարտեցի ամեն ինչը, ես մնացի ես եւ իմ Բախը, հա։ Սկսեցի նվագել ավելի շատ իր ստեղծագործությունները, որպես ոնց որ իմ քթա, իմ նիշը։ Այո։ Հետո արդեն եղավ Բախի ֆեստիվալը Մոնրեալում։ Այդ իմ մյուս հարցն էր։ Հա, անցը ես ասում եմ Բախ։ Ես շարունակում եմ։ Այդ հասկացար, չէ՞ ինչ թեմա է իմ համար։ Հա, եւ արդեն 4 անգամ եմ ես նվագել այդ Մոնրեալի ֆեստիվալին։ Ինչ եք նվագում։ Նվագում եք ձեր փոխադրումները։ Չէ, փոխադրումներին դեռ չենք հասել։ Դեռ չենք հասել փոխադրումներին։ Բայց թույլ տվեք ես հարցնեմ։ Հա, խնդրեմ։ Չէ, այդ հետո։ Մենք դրան կհասնենք։ Չէ, բայց ոնց որ այս Բաբաջանյանի մի քանի օրվա առաջվա համերգի տիպի, այսինքն եւ փոխադրումներ եւ հենց օրիգինալ Բախի երաժշտություն, թե միայն հենց օրիգինալ Բախ։ Չէ, եղել է եւ օրիգինալ Բախ, եղել է եւ փոխադրումներ։ Ես մենակ նշեմ, որ երբ որ այդ մրցույթը, փառատոնը ինքը այնպես է կազմված, որ համերգի, ցանկացած համերգի պրոգրամայի կեսը պարտադիր պետք է լինի Բախ։ Այսինքն մյուս կեսը կարող ես ինչ ուզում ես նվագես։ Բայց այդ տնօրենը, այսպես ասած, արտիստիկ տնօրենը այդ փառատոնի ինքը ինձ միշտ պարտադրում է եւ խնդրում է, որ իմ ամբողջ ծրագիրը լինի Բախ։ Այո։ Այնպես որ միշտ եւ 4 անգամ երբ որ այնտեղ նվագել եմ, իմ բոլոր այդ ծրագրերը համերգային եղել են բաղկացած միայն Բախի ստեղծագործություններից եւ որից մի 2 համերգի ժամանակ եւ նվագել եմ նաեւ իմ մշակումները, փոխադրությունները։ Այստեղ շատ սահուն։ Ասենք փոխադրումներին ինձ շատ հետաքրքիր է, որովհետև ես ոնց եմ այս ամեն ինչը իրար հետ կապում։ Այսինքն Գյորգի Վարդևիչը շատ հայտնի է եղել նաև իր փոխադրումներով։ Սերգեյ Գյորգիևիչը նույնպես հայտնի է, բացի դաշնակար եւ պրոֆեսոր, նաև իր փոխադրումներով, ուստեղ շատ հետաքրքիր համ դուք շարունակել եք, համ էլ կոտրել եք, որովհետեւ հայկական չեն, բայց փոխադրումներ են։ Այդ ճիշտ եմ ես կապը
Գիտես, ես այդ կապը հասկացա արդեն երբ որ ես փոխադրումները արեցի եւ process-ի մեջ էի, նոր ես այն ժամանակ հասկացա, որ ես կարող եմ երևի դա ժառանգել եմ։ Բայց դա կախված է երևի մարդու երաշտական ականջից, հա, որտեվ անդրադառնալով իմ անցած տարիներին շատ անգամ եղել է, որ պարապելու ժամանակ անկախ նրանից թե ինչ կոմպոզիտոր, ինչ ստեղծագործություն եմ ես նվագել, իմ ականջի մեջ հնչում էր պարալել այդ երաժշտությանը, որը որ ես նվագում էի, կլներ դա Շուման կամ Շոպեն կամ Բախ, ինչ որ մի ուրիշ ձայն, ստերեո ձայն, հա, ոնց որ օրկեստրի մեջ ոնց են տարբեր գործիքները, ես այդպես լսում էի ուրիշ միաժամանակ ուրիշ լրացուցիչ ձայներ, լրացուցիչ գործիքներ, որոնք որ միասին դրա հետ կարող են համադրել։ Ոչ։ Իսկ փորձել եք ուրիշ փոխադրումներ։ Չեմ փորձել։ Բայց երևի թե չգիտեմ, եթե ժամանակ ունենամ, հայկական անկախ նրանից ինչ եմ նվագել, հա, եթե ես Չփորձել եք հայկական փոխադրումներ, թե փոխադրումներ դեռ չեմ փորձել, դեռ միայն Բախով եմ սկսել, չգիտեմ, եթե դա ինչ շարունակություն կունենա, որտեղ գիտես, դա այդ փոխադրումների պերիոդը այսպես ոնց որ ալիքով եկավ եւ ինչ որ մի պահ ասենց կանգնեց, հետո նորից շարունակվեց, հետո այնպես որ դա շատ ստեղծագործական process է, դա ուղղակի տենց չի, որ դու գիտես, որ այսօր պետք է մի քանի ժամ պարապես նստես, նվագես, ինձ համար դա ուրիշ տեսակ process է։ Եվ բացի դրանից ես կարող եմ լսել ինչ որ ստեղծագործություն, այս պահին Բախի, հա, որ դա է ինձ հիմա հետաքրքրում, որտեվ այդ կոնտրապունկտը, այդ պոլիֆոնիան ինձ շատ հետաքրքրում է։ Եվ արդեն այդ փոխադրումը ես իմ ականջով, իմ մտքի մեջ լսում եմ, թե ինչպես պետք է արվի դաշնամուրի համար։ Ինձ շատ հետաքրքիր ոնց այդ process-ը լինում, այսինքն դուք ընտրում եք որևիցե մի ստեղծագործություն հենց դրա համար, թե ուղղակի դուք լսում եք ու մտածում եք, որ այս հենց այդպես է լինում, ավելի հետաքրքիր կլիներ այս թեման կամ ասենք այս փոխադրումը այս մինստակ, թե վերցնում եք նոտաներ ու այսօր ես պետքա փոխադրեմ ու սկսում եք մանգալ թե ինչ, հենց այսինքն ավելի իմպրովիզացիոն ձևով է դա լինում է ինչ որ մի ստեղծագործություն ես լսեմ ու ես անմիջապես իրան լսում եմ փոխադրված դաշնամուրի համար, այսինքն ես որ լսում եմ այդ ստեղծագործությունը, ես արդեն պատկերացնում եմ, որ ես կարող եմ դա նվագել դաշնամուրով։ Իսկ հակառակը դաշնամուրային օրինակ փոխադրել ոչ թե գրառման ձևով, այլ եղել է դաշնամուրայինը լսեք օրինակ 4 ձայնանի ֆուգան որպես կվարտետ։ Այո, լսել եմ նույնիսկ Բախի ֆուգաները որպես երգչախումբ։ Այդ ինձ թվում է Սերգեյ Գեորգիեվիչից է, որ ինքը միշտ ասում էր սա որպես ձայներ պատկերացրա, բայց հենց օրինակ հենց կվարտետ միտք եղել է, օրինակ սա կարող է հնչել։ Այո։ Հետաքրքիր։ Իսկ մի քիչ եթե հիմա տեխնիկական ձևով գնանք, ոնց է դա արվում։ Դուք դա անում եք ամբողջությամբ ձեռագիր։ Այո։ Բայց մի քանի անգամ փորձելով, այո, այսինքն սկզբից մի քանի անգամ դուք նվագում եք երևի։ Ես շատ տարբեր է լինում։ Շատ տարբեր է լինում, կախված է նախ գործիքավորումներից, նայած որտեղից ինչ եմ ես փոխադրում, օրիգինալը ինչն է, օրիգինալը դրա ինչն է։ Լինում է այնպես, որ 2 ժամվա մեջ ես ամբողջ փոխադրումը ստացվում է եւ ինքը ասենց ոնց ասած կարակի պես գնում է։ Լինում է այնպես, որ փոխադրումից հետո անցնում է ինչ որ ժամանակ, ես արդեն արել եմ, ձեռով գրել եմ, արդեն նոտաները այսպես ասած հավաքվել են, մեր շատ սիրված Մարի Մինասյանի օգնությամբ։ Բարևներ մամայիս։ Այդ առումով ես ներսից էլ լիքը բան գիտեմ, բայց թույլատրելի աստիճանով եմ խոսում հիմա, ինչը որ կարելի է դեռ։ Հա, եւ ինքը շատ մեծ աշխատանք արեց, մենք իր հետ շատ լավ աշխատեցինք, շատ պրոֆեսիոնալ ձևով էինք ամեն ինչ անում եւ շատ բծախնդիր եւ ինձ շատ դուր է գալի դա, որտեվ ես էլ եմ շատ բծախնդիր։ Եվ ինչ էի ասում։
փոխադրումները թե ոնց են արվում, Հա, այսինքն ձեռագիրը լինում է, այո, եւ լինում է այնպես, որ արդեն ինչ որ ժամանակ է անցնում եւ ես ինքս կատարում եմ այդ փոխադրումները նաեւ, մեկ էլ մի տարի անցավ, նստեցի նորից, նվագեցի, ինչ որ համերգին պետք է պատրաստվեմ, անպայման պետք է մի բան փոխեմ, դա անընդհատ process է, որը ականջդ ուրիշ բան է ուզում լսի, ավելի ուզում ես կատարելագործված ձևով, չէ՞, մենք միշտ ենք այդպես, մեր բոլոր ստեղծագործությունները, եթե մենք կրկնում ենք կամ նոր միշտ կատարելագործում ենք, ինտերպրետացիաները բացի որ դրանից, հələ գարմոնիաները ինչ որ քան որ դու ես այդ ամեն ինչը ստեղծում, ուզում ես կատարելագործես, այնպես որ երևի թե ինչքան ժամանակ է արդեն անցել ես ձեռագրերը պատրաստ են եւ որոշ նոտաները արդեն կոմպյուտերով հավաքված են, բայց չեմ կարողանում դեռ վերջնական իրանց տպագրել հենց այդ պատճառով։ Էդ է պատճառը, որ անընդհատ աշխատանք կա։ Հենց այդ պատճառով, որտեվ անընդհատ ես իրանց վրա աշխատում եւ կատարելագործում եմ, բայց երևի մի պահ կգա, երբ որ արդեն կասեմ ոչինչ, եթե նույնիսկ ինչ որ մի բան լինի, որ արդեն ես այդ ինքս առանձին կանեմ։ Ես այդպես կնվագեմ, հա։ Կամ ինչ որ տենց բաներ, հա։ Ոչինչ, կարող է նույնիսկ չլինի, առաջինն էլ բավարար է։ Ես ներսից որպես ինֆորմացիա ասում, ու մաման է որ այդ նոտաները հավաքում էր, միշտ ասում էր լավ իմաստով ինչքան բարդ է ու ինչքան պրոֆեսիոնալ sense հետաքրքիր է այդ ամեն ինչը արած ու այդ փոխադրումների ընդհանրապես փոխադրումներ մարդիկ կան մտածում հա գրած է հիմա փոխադրում բայց այդ դժվար բան է ուրիշ բան է դա դժվար բան է որտեղ տիրապետ ես եւ կոմպոզիտոր եւ գործիք եւ մտածելակերպ եւ ռեգիստրը մենք ունենք ինչ որ լիմիտ չէ մենք ունենք 88 կլավիշա եւ այդ լիմիտների մեջ պետքա տեղավորվենք նաեւ ունենք ստիլիստիկա որից որ չես կարող դուրս գաս նաեւ ունես ինչ որ ձայներ, որ մեկ-մեկ իրար վրա են գալիս, քանի որ գործիքները այնպես են, որ ջութակա, կլարնետա, ձայնա, իրանք մի ռեգիստրի մեջ են, եւ որտեղ տանես այդ ձայնը, ինչ անես, դա շատ բարդ մաթեմատիկական process է նաեւ։ Հա, եւ ոչ միայն պարզ մաթեմատիկա է թվերի, այլ դու պետք է այդ ամեն ինչը կապես քո ականջի հետ։ Եվ դրա համար է երևի դա բարդ։ Ու ֆանտաստիկ լավ անջում։ Ես ներկա լինելով ես ձեր վերջին համերգին, դաշնամուրային լավ իմաստով եմ ասում, դաշնամուրային չի հնչում, այսինքն դա որպես օրգան կարելի է, այսինքն այդ իմիտացիան, ոնց որ Սերգեյ Գեորգիչն միշտ ասում, պատկերացա օրկեստրա, պատկերացա երգեհոն, այդ իմիտացիան ինչ որ միտեղ կլավիսինային, ինչ որ միտեղ երգեհոնային, այսինքն այդ բավականին դե այդ կախված է նաև կատարելուց, հա, բացի կատարելուց չէ, մերսի, բայց բացի կախված է նաև ինչ ստեղծագործություն ես դու փոխադրում, չէ՞։ Օրինակ, եթե արիա ես փոխադրում, այնտեղ կա ֆլեյտա, այնտեղ կա ձայն, այնտեղ կա ջութակ, դա չի կարող օրգանի պես, չէ՞, հնչի։ Իսկ օրգանի պրելյուդները, որը օրինակ այդ խորալ պրելյուդները, որ ես նվագեցի համերգի ժամանակ, դրանցից մեկը ես ունեմ 6 խորալ պրելյուդ շակում արված, անշուշտ դա ամեն կերպ պետք է կապել հենց այդ գործիքի հետ, երգեհոնի հետ եւ ուրիշ հնարավոր դա էլ է հաշվի առնվում, երբ որ ես փոխադրում եմ, չէ, այդ պեդալը օգտագործելու, երբ որ դու երգեհոնից ես մի բան փոխադրում ռոյալի վրա, դա շատ ավելի բարդ է, որովհետեւ երգեհոնը ունի չգիտեմ ինչքան հնարավորություններ, անսահման ռեգիստրներ եւ իր ձայնը դու վերցնում ես նոտան, ինքը չի վերջանում, չի մարում, ինքը ընդհակառակը աճում է, ավելի է հնչում։ Փոխանցելը դժվար է, բայց իսկ հենց հիմքը նոտայի առումով դա կարծում եմ հենց ուրտեքստն է, չէ՞։ Այո։ Այսինքն ռեդակցիաների պարզավոր չեք օգտվի, բայց լինում է արդյոք որ դուք ինչ որ մի պահ նաև ռեդակցիան նայեք, ինչ որ մի հարցի պատասխան գտնելու համար։ Չէ, ես պարտիտուրաներն եմ նայում միշտ։ Միմիայն ուրտեքստ չէ։ Միշտ պարտիտուրաները, ուրտեքստը, որովհետև այնտեղ կան ձայներ, ճիշտ է, որոշ ստեղծագործությունների մեջ իրանք կրկնվում են, բայց տենց ավելի ճշգրիտ է, դու կարող ես մի ձայնը հանես, ինչ որ մի բանով փոխարինես, անես, բայց երբեք չեմ ռեդակցիաներով օգտվում։
ուր տեքստը ի՞նչն եք օգտագործում, Bärenreiter, թե Bärenreiter, Breitkopf, Bärenreiter եւ Breitkopf։ Bärenreiter-ի բան ունեմ, ես Bach-ի ամբողջությամբ դաշնամուրային ստեղծագործություն, ասենց ինքը տուփի մեջ է, 4 հատոր, ու հետաքրքիր է, որ բավականին տարբերություն կա մյուս ուր տեքստների հետ։ Ինքը կոչվում է Bach-ի նոր Neue Ausgabe։ Neue Ausgabe, հայերեն նոր հրատարակչություն եւ բանը անջատվում լսակնյանը հետ։ Ու այդ առումով ինքը տարբերվում է Henley-ից, բանից, Wiener տեքստից, բավականին մեծ տարբերություններ ունի, այդ առումով հետաքրքիր էր, էլի ինչն եք դուք օգտագործում։ Okay, խոսեցինք, Bach-ից բան կա ավելացնել։ Միշտ։ Շատ երկար թեմա է, բայց երևի թե ամփոփենք Bach-ը։ Հա։ Bach-ից ես մի հատ էլ հարց ունեմ, կապված եւ Goldberg վարիացիաներին, որը որ հնչեց համերգին, եւ նաեւ ընդհանրապես միգուցե հիմար հարց հնչի, բայց քանի որ դուք փոխադրումներ անում եք, Աննա ջան, եղել է արդյոք ինչ-որ մի պահ, որ իմպրովիզացիոն մտածեք ու ես գիտեմ, որ չի կարելի, բայց ինչ-որ մի պահ չի կարելի անցնելով փոխել։ Ինչու՞ չի կարելի։ Bach-ը միշտ փոխում էր, Bach-ը միշտ անում էր իր փոխադրումները։ Տեքստի ասեմ։ Իսկ իրանք բոլորը իմպրովիզացիայի վրա է հիմնված, ինչու՞ չեն։ Խոսքը մելիզմատիկայի օրնամենտ բան չէ, ասենք ինչ-որ մի ձայն շեղվի։ Այո, ես այդպես բաներ անում եմ, այնպես անկարգություններ ինձ թույլ եմ տալիս, չգիտեմ, գիտես, ամեն ինչը չափի մեջ իհարկե։ Իհարկե։ Ճաշակը կարևոր է, չափը կարևոր է, եւ ստիլիստիկան պահպանելը կարևոր է, եւ եթե դու այդ երաժշտությունը լավ գիտես եւ զգում ես, դու կարողանում ես Օրինակ մեկ լինում է, որ ավելացնում եմ, տեսնում եմ, չէ, շատ լավ չստացվեց, հանում եմ, փոխում եմ, դա շատ հետաքրքիր process է ստացվում, ու դու ավելի ես քեզ մասնակից դարձնում այդ երաժշտությանը, որը այն ժամանակ գրվել է, դու գնում ես 300 տարի առաջ եւ մասնակից ես դառնում այն ժամանակին, երբ որ Bach-ը այդ ստեղծագործել է, դու քեզ պատկերացնում ես այն ժամանակ, ոչ թե որպես հիմա կատարող։ Եվ շատ անգամ տենց եղել է։ Դա նաև վերաբերում է ինտերպրետացիային, ես ինչ եմ ուզում ասեմ, Bach, բոլորս մենք գիտենք, Bach, բարոկ, կան ռամկաներ, կան կանոններ, պետք է նվագել non legato, pedal вообще պետք է չհնչի, ես դրան համաձայն չեմ։ Գերմանիայում էլ Ես որ մտածում եմ, օրինակ, դե Գերմանիայում պարզա պիտի Bach-ը յանցնա, նրան համաձայն չեմ, որովհետև մենք գործ ունենք մեր ժամանակակից նախ եւ առաջ գործիքի հետ, որը ունի հնարավորություն ավելի, քանի որ մենք արդեն այսպեսի համարձակություն ենք անում, հա, ներողություն եմ խնդրում բոլոր Bach-ի էքսպերտների եւ այն պերիոդ երաժիշտների, հա, իրանցից, բայց քանի որ մենք համարձակություն ենք անում եւ նվագում ենք Bach իմ դեպքում դաշնամուրի, ժամանակակից դաշնամուրի վրա եւ իմանալով Bach-ի հենց հետաքրքրությունը եւ ընդհանրապես իր մասնակցությունը գործիք ստեղծելու եւ անընդհատ կատարելագործվելու ցանկությունը Ես կարծում եմ, որ եթե Bach-ը այսօր ապրեր, ինքը ամբողջությամբ կօգտագործեր անհնարավորությունը, որ ունի ժամանակակից գործիքը, եւ պեդալը, եւ ամեն ինչ։ Այնպես որ ես մանավանդ երբ փոխադրումների մեջ է, որ դու երգեհոնի համար ինչ-որ մի բան փոխադրում ես, դու պարտադիր պետք է օգտագործես պեդալ։ Ընդհանրապես պեդալը օգտագործվում է այնպես, որ ինքը չլսվի, որ լսվի միայն այն նպատակը, ինչի համար ինքը օգտագործվում է։ Դա բոլոր ստեղծագործությունների համար է, դա նույնպես Շոպենի համար։ Դա օգնող մի լրացուցիչ ինչ-որ գործիք է, որը պետք է կապող լինի, ոնց են ասում,
ինչ որ մի կապիչ, այո։ այնպես որ շատ մեծ ազատություն ա տալի Բախը, այս կանոններին, եթե մենք որոշ կանոններին, ստիլի մենք հետևենք, իր երաժշտության մեջ ես ինձ շատ ազատ եմ զգում, որտեվ ինքը շատ իմպրովիզացիոն է եւ այնքան զանազան կարող է լինել նույն իրա ցիկլները, սյուիտները, պարերը, նույն Գոլբերգ վարիացիաների մեջ, այսինքն իրանք թողնենք որ անցնեն, մեր այս փողոցը շատ օրը մի քանի անգամ լինում է այդպես։ Գիտեմ։ Այո, իմպրովիզացիան շատ կարևոր է Բախի մեջ։ Շատ, իդեպ Գերմանիայում էլ, երբ որ սկսում ես դու արդեն ուսումնասիրել հենց գերմանացի դասախոսների վերաբերմունքն էլ Բախին, ու իրանք էլ միշտ շեշտում են, ասում են, որ աշխարհում այդ կարծիքը կա, որ դիտենց Բախը լրիվ առանձին պետքա, չգիտեմ, երբ որ մենք ասում ենք ռոմանտիկ նվագել չի նշանակում այդ վատ իմաստով ռոմանտիկը, բայց Բախից ավելի ռոմանտիկ մարդ ես չգիտեմ։ Բայց երբ որ դու Բախը, այո, երբ որ դու այսինքն այդ կարծրատիպերը, երբ որ մենք բառերից հանում ենք, որտեվ ռոմանտիկ շատերը հասկանում են, որ Բախը ոնց կարող է լինել, չէ՞։ Որովհետև Բախին միշտ կապում են բարոկ շրջանի հետ, բայց Բախը բարոկ կոմպոզիտոր չի։ Բախը նույնպես կարող է լինել ռոմանտիկ, Մոցարտն էլ, Բեթհովենն էլ, այսինքն ուզում եմ ասեմ, այդ ռոմանտիզմը դա ուրիշ ձև է պետք հասկանալու, երբ որ դու արդեն գերմանացի թե իմ պրոֆեսորը, թե ընդհանրապես այլ գերմանացի դաշնակահարների հետ երաժիշտների խոսում ես, իրանք Բախը լրիվ ուրիշ ձև են ընդունում, քան աշխարհը։ Ու թեկուզ նույն հարևան Բելգիայում, երբ որ ես այնտեղ եմ ուսանել, Բախը լրիվ ուրիշ ձև են ընդունում ու ավելի նույնիսկ 1-1 ավելի սահմանափակ են ընդունում, քան ասենք post-սովետյան երկրներում, բայց Գերմանիայում լրիվ ոչ չէ, Բախը ազատություն է, Բախը լրիվ ինչ որ դուք ներկայացրեցիք, լրիվ տենց։ Այդ առումով, հա, այդ իմպրովիզացիոնը իրոք հետաքրքիր էր, այդ ձեր մեջի ունեցած այդ պահը դուք օգտագործում եք նաև մնացած գործերի մեջ էլ։ Այդ շատ հավես է։ Շատ երկար թեմա է Բախը ինձ համար, ես կարող եմ դրա մասին խոսել եւ այս ինչ որ այս Գոլբերգ վարիացիաներն էլ, որ համերգի ժամանակ հնչեցին, կարծում եմ այնքան երևի դա ամենա իր կլավիսինի համար գրված բարդ ստեղծագործությունն է իր ծավալով եւ մտքով, բովանդակությամբ, ինչպես մնացած բոլոր ստեղծագործությունները, անշուշտ ինչքան նվագում ես, այդքան ավելի բաներ ես գտնում մեջը, որ կուզես որ անես, այն ձայները չի խանգարում։ Ոչ, բնական։ Մեր սիրելի Էրը Գրիգորիևնա։ Եվ ես հիշում եմ Սիգե Գերգիվիչի դասավանդած ինձ խրոմատիկ ֆանտազիա ֆուգան, դրա մասին մի բան ասացիք, ես ուղղապես հիշում եմ ու ժամանակ առ ժամանակ ես վերադառնում եմ խրոմատիկ ֆանտազիա ֆուգային ու մինչև հիմա Սիգե Գերգիվիչի նշումներով այդ նոտաները իմ մոտ պահպանված են ու ես անընդհատ ես միշտ եմ դա ասում, այդ ձայնը Սիգե Գերգիվիչի միշտ կա ականջիս մեջ, որ այս բանը սենց, այս բանը նենց, այդ առումով այդ խրոմատիկ ֆանտազիա ֆուգան շատ ինքն էլ է շատ բարդ է, բանը բավականին բարդ է, ու տեղ էլ ես ինչի հարցրեցի, որովհետև Սիգե Գերգիվիչը ինձ բավականին մեծ ազատություն տվեց հենց ֆանտազիայի մեջ, ու ես հիշում եմ, որ բաներ կար, որ ես ահավոր զարմացած էի, ոնց է կարելի է անել, ասում եմ, հա, բայց ինչի՞ չէ, ու այդ առումով
լրիվ լիքը նվագել եմ Prelude Fuga-ներ։ Գուլդը փոխեց։ Ես դրա համար ասացի, որ ինքը հեղաշրջում արեց, որտեղ ինքը այնպես ինտերպրետացիաներ տվեց, որ եթե նույնիսկ որոշ մարդիկ դրա հետ չեն համաձայնվում եւ չգիտեմ, կարծում են, որ դա կարող է բախից ինչ որ հերու լինի կամ շատ իր անձնական ինչ որ մի բան լինի, բայց ինքը հենց տալիս է այդ ազատությունը, ինքը քեզ ասում է, որ այս երաժշտության մեջ դու կարող ես անել այն, ինչ որ դու ներքուց կարող ես զգալ որպես երաժիշտ, անշուշտ բոլոր բազան ունենալով, ամեն ինչը ինֆորմացված, բայց դա փոխեց բավական բաներ փոխեց։ Ինձ մի հատ էլ հարց տամ ու եզրափակենք Բախի թեման, հարցս ընդհանրապես Բախի հետ կապ չունի էլ, բայց Գուլդի օրինակ մնացած կատարումները, ուրիշ կոմպոզիտորների ո՞նց եք վերաբերվում։ Շատ լավ։ Լավ։ Հա, որտեվ ես իրանց մեջ տեսնում եմ ոչ թե այդ կոմպոզիտորը, ես դա լսում եմ որպես Գուլդ։ Ես լսում եմ որպես իր տաղանդը, որտեվ նա հանճար էր, իսկապես իր լսելու ձևը այդ երաժշտության, ես չեմ լսում դա որպես հենց որպես Մոցարտ կամ որպես Շոնբերգ կամ չեմ լսում որպես Ռավել, ինքը ունի մի ձայնագրություն Ռավել Լավալսի, որ շատ քառակուսի է հնչում մի տեսակ այդ ամբողջ այդ post impressionism-ը մեջը չկա, հա, բայց դա մի այնքան մասիվ աշխատանք է արված եւ դու մեջը սկսում ես լսել այնպիսի բաներ, որ երաժշտության մեջ գրված է, բայց ուրիշ ոչ մի կատարումի մեջ դու դա չես լսում։ Ինքը ոնց որ սենց հերցի այդ երաժշտությունը, հա, ինքը հերցում է, բացում է, քեզ ամեն այդ դետալը ցույց է տալիս։ Ու երբ որ դու արդեն դա լսում ես, դու չես կարող նույնը կրկնես, դա հնարավոր չի, դու չես կարող իրան կրկնօրինակել եւ նվագել այդպես։ Բայց դու այդ երաժշտության մեջ ինչ որ մի նոր բան ես հայտնաբերում, ինչ որ արդեն դու ինքդ կարողանում ես ուրիշ ձևով դա արտահայտել։ Եվ նույնը Բեթհովենի իր վարիացաները եւ հերոիկան եւ 32 վարիացաները, որ ինքը նվագում է, դա ընդհանրապես մի օրկեստր է իր մոտ։ Ես շատ իրան գնահատելով, իր հանճարը գնահատելով եմ լսում միշտ դա, առանց որևէ կրիտիկայի։ Շատ լավ շեշտեցիք, որ դուք հենց Գուլդին Գուլդն եք ընդունում հենց այդ բանը։ Կներեք, վերջին հարցը իրապես, այս արդեն Բախի թեմայով իրոք վերջին հարցն է։ Ձեր փոխադրումները կատարել է նաև Լանգլանգը։ Ճիշտ է՞մ։ Այո։ Եվ ինձ հետաքրքիր ոնց ստացվեց, որ Լանգլանգին փոխանցեցիք նոտաները, ինքը ուզեց ոնց եղավ այդ պահը։ Երևի կարող եմ շնորհակալություն հայտնել Facebook-ին, որովհետև ես բավական իմ ստեղծագործությունները եւ մշակումները տեղադրում եմ այնտեղ իմ փոքրիկ սենյակից ձայնագրություններով, մեկ-մեկ համերգային, մեկ-մեկ իմ փոքր տնային ձայնագրություններ եւ այնպիսի մի ձայնագրություն լսեց Deutsche Grammophon-ի պրոդյուսերներից մեկը, որը հետո կապվեց, քանի որ դա Բախի ֆեստիվալի ձայնագրություն էր, որը Facebook-ում հնչեց, իմ Ausliebe Արիան Մաթյուի Պասպասյոններից եւ ինքը զանգահարեց Բախի ֆեստիվալի տնօրենին, որպեսզի հարցնի, եթե ես ունեմ ուրիշ փոխադրումներ։ Դեռ ես, այսինքն այն ժամանակ արդեն Ալեքսանդրան Շայբլերը ինձ հետ կապվեց եւ ասեց, որ Աննա, երկու փոխադրում է պետք, ինքը ինձ չասեց ինչի համար է դա, ինքը գիտեր անշուշտ արդեն, հետո ինչպես որ իմացա, բայց ասեց երկու փոխադրում է պետք, քեզ հետ կկապվեն եւ կասեն, որը կարող ես շուտ անես։ Ասի, այո, իհարկե կարող եմ։ Եվ ինձ հետ արդեն email երբ որ ստացա, արդեն տեսա, որ դա Deutsche Grammophon-ն է։ Դա շատ մեծ իմ համար անակնկալ էր։
Եվ իրանք ուզեցին 4 ստեղծագործություն ինձանից ուզեցին եւ ասեց այդ 4-ը գրեք եւ մենք մեկը ձեզանից կուզենք։ Այն ժամանակ դեռ ցավոք մամայիդ ես աշխատանքի հետ ծանոթ չէի եւ ինչ շտաբ պետք էր ինչ որ մեկը որ ես կարող եմ իրանց հետ աշխատել, որովհետեւ ես ունեի ընդամենը 4 օր 4 օրվա ընթացքում ես պետք է փոխադրեի 4 ստեղծագործություն։ Այսինքն դրանք փոխադրված չէին։ Փոխադրված չէին, իրենք հատուկ դա մատնանշել էին այս 4-ը։ մատնանշել են այդ 4-ը, որը կապված էր ուրեմն Սուրբ Ծննդյան տոնի հետ։ Եվ այդ 4 օրվա ընթացքում 14-15 ժամ օրական աշխատելով ես այդ ամեն ինչը արեցի, իրենց ուղարկեցի, իրանք պատասխանեցին, որ կառնեն 2-ը կվերցնեն ինձանից եւ այն ժամանակ արդեն ասեցին, որ դա լանգլանգի համար է, որտեղ ինքը ձայնագրել է Գոլբերգի վարիացիաները եւ այդ deluxe edition-ի իր դիսկի ձայնասկավառակի որպես լրացուցիչ ուրեմն թրակեր, իրանք պետք է ավելացնեն այդ մշակումներս։ Այնպես ստացվեց, որ հա, շատ մեծ դա դրանից հետո արդեն շատ մեծ հետաքրքրություն անշուշտ առաջացավ մարդկանց մոտ այդ ձայնագրությունների եւ ես արդեն ոգեշնչվեցի դրանով, սկսեցի ավելի շատ փոխադրումներ անել եւ այդպես Ինձ թվում է բոլորս ենք սպասում հրատարակված տարբերակին, որտեղ իմ ընկերների որոշ ուրեմն շրջանակում արդեն իրանք նվագվում են առանց հրատարակելու։ Շուտ հրատարակեք, թե չէ ինձ թվում է արդեն բոլորը կունենան։ Աննա ջան, մենք շատ թռուցիկ խոսեցինք, ես շատ թռուցիկ ասացի Վահրամ Սարաջյանի անունը, բայց գիտեմ, որ ինքն էլ բավականին լինելով ոչ դաշնակահար, բայց բավականին մեծ ազդեցություն է ունեցել հենց ձեր երաժիշտ կայացման գործում ու ինձ թվում է բոլորը գիտեն, որ եղել է ֆանտաստիկ թավջութակահար ու ես իր հետ ընդամենը իրեն տեսել եմ իրական կյանքում, բայց մի անգամ ունեցել եմ հեռախոսազրույց դեռ երբ որ ինքը ուներ փառատոն, ես այն ժամանակ դեռ լրիվ ուսանող, տենց լրիվ ջահել բան ասեն, զանգեցի, խոսում հետ, ասում եմ կներեք, կարող եմ ես էլ մասնակցություն ունենալ փառատոնին, բան, ու նենց զարմացա, որտեղ դեռ այն ժամանակ, ասում եմ, լրիվ ուսանողական վիճակում էի ու դեռ master class բան ինքս տված էլ չկա, բան, ասենց հա Արմեն ջան, ասում եմ, ինչ ես ուզում ես գաս master class տաս, ասում եմ, թե, ասում եմ, մասնակցես, ես նենց զարմացա, որտեղ իմ մտքով էլ նույնիսկ չէր անցել, որ կարող ինչ թե, ասի ես մասնակցեմ, ինչ դա, այստեղ նոր եկել եմ ուսանող բան, ասենց ուզում ասեմ, որ այնքան անմիջական էր, այնքան վառ կերպար էր ու կուզեմ, որ մի երկու բառ իրանից խոսենք ու նաև կուզեմ, որ նաև իր միջոցով ձեռք բերած այն ընկերությունը, որը որ դուք ունեք հայտնի երաժիշտների հետ, հետաքրքիր պատմել, մի խոսքով ես լրիվ թողնում եմ ձեզ սենց սիրուն։ Ուրեմն դու ասեցիր, որ դաշնակահար չէր, բայց իրանից շատ բան եմ սովորել։ Դրա համար պետք չի դաշնակահար լինել, եթե դու ուզում ես մի բան երաժշտություն սովորես, դու կարող ես դիրիժորներից սովորես, տարբեր գործիքներից, երգիչներից շատ կարող ես բան սովորել, այնպես որ իրա հետ նվագելու ես այնքան մեծ դպրոց եմ անցել, որտեղ ինքը ահա որ ծանր այն չէր բավարարվում այն ինչ որ դու անում էիր եւ պարտադիր ստիպում էր այն ինչ որ ինքն էր ուզում, չնայած որ ինքը թավջութակ էր նվագում եւ իր աղեղով կարող էր ամեն ինչ շատ սահուն անել, ինքը ուզում էր այդ նույն սահունությունը, որ դաշնամուրի վրա լիներ եւ ասում էր դու պետք է նվագես այնպես, ինչպես որ ես թավջութակի վրա եմ նվագում։ Շատ բծախնդիր էր ինքը ինձ հետ մանավանդ։
Եվ ես ասում էի Վահրամ, ուրիշներիդ նվագում ես, սենց չես քեզ պահում։ Ինչ ես դու ինձ այդքան տանջում։ Ասում եմ, որտեվ դու կարող ես։ Իրանք արդեն նվագում են, ինչ որ նվագում են, բայց դու կարող ես ավելի լավ անել։ Եվ դա իմ համար շատ մեծ դպրոց էր, շատ։ Ես ուսանողական տարիներից արդեն Ջուլիարդ, երբ որ գնացի Ամերիկա, երբ որ տեղափոխվեցի Ամերիկա Միացյալ Նահանգներ։ Եվ այն ժամանակ արդեն ինքը սկսեց ինձ հետ շատ նվագել հենց Ամերիկայում, տարբեր փառատոներին, համերգներին, ինքը ընդհանրապես մեր ընտանիքի բոլոր անդամների դաշնակահարների հետ նվագել է, երևի միայն պապիկիս հետ չի նվագել, պապայի, եղբորս իմ հետ նվագել է։ Շատ մեծ դպրոց էր դա իմ համար։ Եվ ինքը շատ հետաքրքիր անձ էր, ընդհանրապես շատ վառ, հումորով, շատ, ինքը լցնում էր շատ մեծ տարածք իր ներկայությամբ, ինքը լցնում էր ամբողջ շատ մի մեծ տարածք, միայն իր ներկայությամբ, էլ չեմ ասում իր կատակներով եւ պատմություններով, շատ լիքն էր պատմությունները եւ Ռոստրոպովիչի մասին եւ իր բոլոր կոնցերտմեյստերների մասին, այն ժամանակ, երբ որ ինքը գոսկոնցերտի եւ մոսկոնցերտի արտիստ էր, ինքը 150 համերգ էր նվագում տարեկան եւ Սովետ Միության ամեն ծայրամասներում, որտեղ որ հնարավոր է նվագել, բոլոր դահլիճներում, կուլտուրայի տանը, ֆիլհարմոնիաներում, ամենտեղ որտեղ հնարավոր է, ինչ միջոցով էին իրանք այնտեղ հասնում գրուզավիկներով եւ գնացքներով Սովետ ժամանակ, բայց նաև դրան իհարկե զուգահեռ ինքը միշտ նվագել է եւ դրսում, եւ շվեյցարյան կոնկուրս է շահել, եւ հետո Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ամենտեղ շատ մեծ անունով եւ նվագել է եւ դասավանդել է եւ եղել է մի վառ անձնավորություն, որը իր հետ ինքը ես կարող եմ ասել, որ ինքը մեր երաժշտական Սարաջևների անունը բերել է միջազգային հարթակի, որտեղ մենք այստեղ Հայաստանում Սովետ Միության այդ նախկին տարածքում բոլորը ճանաչում էին Սարաջևներին, բայց ինքը դա հանեց միջազգային հարթակ։ Եվ այդ միջոցով, դրա միջոցով մենք ծանոթացանք շատ մեծ երաժիշտների հետ, որոնց մեջ Եվգենի Կիսինն էր, որը իր հետ ուներ շատ ջերմ ընկերական հարաբերություններ, Կիսինը ընդամենը այն ժամանակ 13 տարեկան էր, երբ որ իրենք հանդիպեցին, Վահրամը հրապուրված էր իր տաղանդով անշուշտ, եւ այդ ամառանոցում Ռուզայում, որտեղ իրանք հանդիպեցին, առաջին անգամ ուրեմն Վահրամը ասեց, դե արի մի բան նվագենք իրար հետ, որտեղ այնքան հրապուրված էր, ասեց, բայց ես ոչ մի բան չեմ նվագել Թավջութակի ուրեմն ռեպերտուարից, ասեց, ես կարող եմ, ասեց, դու Ռախմանինովի սոնատան կարող ես միգուցե նայես, տեսնենք, նվագենք, եւ տվեց նոտաները Կիսինին Ռախմանինովի ուրեմն սոնատի, Թավջութակի եւ Դաշնամուրի համար, եւ Կիսինը ամիջապես դերեց 13 տարեկանում այդ նոտաները եւ ամիջապես կարդաց իր հետ միասին, դա մի ապշելու բան։ Ու դրանից հետո իրանց ընկերությունը ստեղծվեց, ջերմացավ շատ մեծ հարգանքով իրար հանդեպ, որը որ փոխանցվեց նաեւ մեզ Վահրամի մահից հետո, Կիսինը իր բիոգրաֆիկ գրքի մեջ նաև նշում է Վահրամին այդ շրջանը, երբ որ ինքը իր հետ ծանոթացել է եւ ինչ ազդեցություն է ունեցել Վահրամը իր վրա, որպես երաժիշտ, ինքը իրան շատ բարձր էր գնահատում։ Այսպես, Վահրամի միջոցով նաև ծանոթացել է Դմիտրի Խվարաստովսկու հետ, Միշա Մայսկի, Տրիդյակովի հետ, շատ մարդիկ կան, որոնք որ գալիս էին իր փառատոնին Իտալիա, եւ այդպես այդ ձևով մենք իրանց հետ ծանոթանում էինք։ Նաև Արագածը, այո, Արագածը, փառատոն ուներ։ Այո,
Արագած ցավոք միայն 1 տարի կարողացանք մենք միասին դա անցկացնել, այդ երբ որ ինքը արդեն 16 տարի հետո, երբ որ անցկացնում էր իր փառատոնը Իտալիայում, ինքը որոշեց իր արմատները իրան կանչում էր միշտ Հայաստան, ինքը Հայաստանի հետ շատ մեծ կապ ուներ եւ ուզեց, որ այդ փառատոնը շարունակվի Հայաստանում։ Ես իմ թավջութակար ընկերներից գիտեմ, որ ոնց է օրինակ դաշնակահարների մեջ Սիգե Գեորգիեվիչը դա մի անուն, որը որ բոլորը ճանաչում են, բոլորը հարգում են, սիրում են, նույնձև թավջութակարներ յուրաքանչյուր իմ թավջութական ընկեր միշտ նույնձև առանձնացնում էր Վահրամի անունը, որ լրիվ ուրիշ է, լրիվ եւ նորույթ էր ինքը ցուցաբերում իր դասարանան մեջ եւ նաեւ որ այնպես հիմք, այսինքն այդ ամեն ինչ մի մարդու մեջ այդ առումով բոլորը մինչև հիմա ափսոսում են, որ չեն հասցրել, եթե նույնիսկ չեն իրեն տեսել, ափսոսում են, որ դաս չեն ունեցել։ Ով դաս է ունեցել, ափսոսում է, որ իր մոտ չի սովորել։ Ով սովորել է, ափսոսում է, որ երկար չի սովորել։ Այո, ճիշտ է, դա անսպառ է, իր գիտելիքները, ինչը որ ինքը կարող էր փոխանցել, իրոք դա շատ բարձր որակի երաժիշտ էր ինքը եւ այն գիտելիքները, որը ինքը փոխանցում էր, անշուշտ դա գին չունի, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ ինքը պատմում էր, նոր ուսանող էր, երբ որ գնացել էր Մոսկվա սովորելու Ռոստրոպովիչի մոտ, ասեց Ռոստրոպովիչը առանձնապես տենց չէր ասում ինչպես պետք է անել, ինչ պետք է անել, դե ինքը շատ զբաղված կարիերայով երաժիշտ էր, ուներ շատ փայլուն դասարան, որը որ այն ժամանակ սովորում էր Ժակլին Դյուպրեն, Վահրամի հետ միասին նրանք սովորել են Ռոստրոպովիչի մոտ, եւ շատ անգամ Ռոստրոպովիչը խնդրում էր, որ Ժակլին Դյուպրեի ուրեմն սմիչոկների եւ բամատերի բոլոր ապլիկատուրան Վահրամն էր դնում ժամանակ գաղտնիք ասեմ էքսկլյուզիվ of stage-ի եթերում այո ասեց մի անգամ դասի եկա եւ ասեց ինչ որ մի ստեղծագործություն էր նվագում եւ Ռոստրոպովիչը իրան ասեց քո ձայնը այդտեղ ճիշտ չի բայց ասեց ինքը ասեց ճիշտ չի եւ չասեց ինչ պետք է լինի որտեվ ինքը ուզում էր որ դրան ես ինքս հասնեմ ինքը չէր ուզում ինձ ասել ինչ անել հա երբ որ մարդ դժվարությամբ է ինչ որ մի բանի հասնում դա շատ ավելի խորը միտք ունի եւ ավելի խորն է մնում եւ դու արդեն երբ որ այդ բոլոր process-ով դրան հասնում ես հետո դու արդեն կարող ես դա փոխանցել ուրիշին իսկ երբ որ քեզ դա տրվում է շատ ասում ես այսպես պիտի անես դու անում ես ու հետո չգիտես ինչպես դա եղավ այդ process-ը դու չգիտես եւ ասեց ես միջև գիշերվա 5-ը գնացել եմ պարապել եմ եւ մյուս օրը եկել եմ իր մոտ դասի ասեց ես նոր գիշերվա 5-ին կթա այդ ձայնը ամբողջ երեկո եւ գիշեր ինքը պարապել է որպեսզի գտնի ինչ էր իրանից ուզում ուրեմն Ռամիստիսլավ Ռոստրոպովիչը ֆանտաստիկ շատ հետաքրքիր է քանի որ շատ պատմություններ կան ժամ մենք չենք կարող ամբողջի մասին խոսել իհարկե կարելի է մի օր առանձին այս թեմայի եւ Բախի այդ ամենամեծ երկար թեմաներն են քանի որ մեր պրոֆեսոր եկա մենք արդեն քիչ ամփոփենք ազատ ժամանակ ինչ հոբի ունեք ինչով եք զբաղվում ունեք ազատ ժամանակ թե չէ ազատ ժամանակ չունեմ ինչ եք անում ազատ ժամանակ չունեմ միակ ազատ ժամանակը օգտագործում եմ զբոսանքի համար ինձ համար դա շատ չգիտեմ հանգստացնող մի շատ եմ սիրում զբոսնել քաղաքով մանավանդ Երևանում այո չգիտեմ որտեվ երկար տարիներ դրսում եմ ապրում գալիս եմ այստեղ տարին 1-2 1-3 անգամ եւ շատ ահավոր կարոտում եմ իմ քաղաքը չնայած շատ բան է փոխվել բայց միևնույն է շունչը մնացել է մարդիկ նույնն են եւ այդ զգացողությունը այդ մարդկանց տեսնելը փողոցում բոլորը հայերեն են խոսում որոշ ծանոթ թաղամասեր ծանոթ շենքեր դպրոցը կոնսերվատորիան ամեն ինչը այս քաղաքում ես շատ սիրում եմ անկախ ամեն ինչից
եւ երևի թե որպես հոբի երբեք չեմ ժամանակ ունեցել, փոքր տարիքում գործում էի, կարում էի, նկարում էի, շատ զբաղվել եմ դրանով։ Ուրիշ այդպեսի ոչ մի տենց ժամանակ չեմ ունեցել, որպեսզի տրամադրեմ եւ կոչեմ դա իմ հոբին։ Երևի թե ամեն ինչը ինչ որ երաժշտություն չի, դա ինձ համար հոբի է։ Զբաղվում եմ ամեն ինչով, նայած տվյալ պահի ինչա պետք։ Շատ լավ։ Ու ամփոփելով, ես միշտ ոնց սկսում ենք մեր դասախոսներից, ես էլ միշտ փորձում եմ ավարտեմ ոչ այս զանգով, այն որ ասում եմ զանգը դասատուի համար է, այլ հորդորով կամերան նոր սերնդին ինչ որ մի հորդոր լինելով Գյորգի Վարդևիչի թոռ, Սիգե Գյորգիևիչի դուստր եւ ուսանողի ու ընդհանրապես կայացած դաշնակար կամերային նայելով հորդոր նոր սերնդին, դաշնակարներին, երաժիշտներին։ Դե ինչ ասեմ, ամենակարևորը մեր մասնագիտության մեջ այն է, որ մենք պետք է դա փոխանցենք, մենք պետք է պահենք մեր մասնագիտությունը, երաժշտությունը, հիմա ժամանակները շատ բարդ են, բայց պետք է փորձենք շարունակենք այդ գործը, որովհետև It's okay. Ինքը մեզ նկարում է։ Ինքը մեզ նկարում է, iPad-ն է նկարում է։ Մենք պետք է շարունակենք փոխանցենք այդ ավանդույթները երաժշտական, որտեղ դա շատ մեծ կրթություն է։ Երբ որ մենք սովորում ենք, մենք ինքներս կրթվում ենք եւ այդ կրթությունը փոխանցում ենք մարդկանց, մարդիկ, որ երաժշտություն են սովորում, շատ ավելի լավն են լինում, որպես կանոն զարգացած են լինում, իրենց ճաշակն է զարգացած լինում, այնպես որ երաժշտությունը պետք է շարունակվի, դա զարգացնում է նաև ճաշակ, դա այնպես ամփոփված, հա, իսկ սպეციფიկ կուզեմ որ ասել, որ երաժշտությանը վերաբերվեք ոչ թե որպես սպորտ, հիմա մի քիչ շատ է այս մրցույթը, այն մրցույթը, իհարկե դա շատ լավ է, որովհետև դա ստեղծում է իրենց համար հարթակ, որտեղ իրենք կարող են իրենց աշխատանքը ցույց տալ եւ զարգանալ եւ դա մոտիվացիա է ինչ որ ձևով իրենց համար շարունակելու այս ամեն ինչը, բայց դա ինչ որ բերում է այսպես իրար հետևից սպորտային ինչ որ վիճակ, ես պետք է այս անեմ, հասնեմ, հաղթեմ, չէ, մեզ մոտ քանի որ դու ասեցիր փոխանցեմ Գյորգի Վարդևիչից, ամենակարևորը երաժշտությունն էր, ամենակարևորը քո զարգանալն էր այդ երաժշտության մեջ, ինքը միշտ շեշտը դնում էր նրա վրա, որ ինչքան հնարավոր է դուք ինքներդ սովորեք, որ կարողանաք հետո այդ ամեն ինչը փոխանցեք։ Շատ լավ, սուպեր։ Շատ շնորհակալ եմ։ Քեզ էլ եմ շնորհակալ։ Թե հյուրընկալելու համար, թե հաճելի զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Շատ իրոք հաճելի էր։ Ես ասեմ, որ մենակ ես չէ, որ ուզում էի, որ զրուցեինք, էլի մարդիկ կան, իմ անունները չասեմ, գիտեք, բոլորին բարևներ, որովհետև այս զրույցին սպասողներ կան։ Ուրախ եմ շատ, մերսի։ Կհանդիպենք հաջորդ էպիզոդներում եւ կհանդիպենք։ Հաջողություն ձեր էպիզոդներին, միջալոց շատ լավ գաղափար է։ Մերսի, կհանդիպենք։